Այս պահին, երբ դուք կարդում եք այս տողերը, ձեր մարմինը կատարում է մոտ 37 տրիլիոն գործողություն վայրկյանում։ Ձեր սիրտը պոմպավորում է արյուն, թոքերը փոխանակում են թթվածին, նեյրոնները փոխանցում են ազդակներ։ Բայց կա մի բան, որի մասին դուք հազիվ թե մտածում եք։ Այս ամենը տեղի է ունենում մի մոլորակի վրա, որը չպետք է գոյություն ունենար։ Վիճակագրորեն, դուք չպետք է լինեիք։ Ես չպետք է լինեի։ Այս ամբողջ զրույցը չպետք է տեղի ունենար։ Երկիրը, այս կապույտ մարմարե գնդակը, որը պտտվում է տիեզերքի մութ անդունդում, խախտում է բոլոր հավանականությունները։ Եվ երբ դուք իմանաք թվերը, երբ հասկանաք իրական մասշտաբները, ձեր գոյության ընկալումը փոխվելու է ընդմիշտ։ 2002 թվականին Վաշինգտոնի համալսարանի պալեոնտոլոգ Փիթեր Վորթը և աստղաֆիզիկոս Դոնալդ Բրաունլին հրատարակեցին գիրք, որը ցնցեց գիտական համայնքը։ Հազվագյուտ երկիր։ Ինչու բարդ կյանքը անսովոր է տիեզերքում։ Անունով աշխատությունը ներկայացրեց հիպոթեզ, որը հակասում էր տասնամյակների ընթացքում ձևավորված համոզմանքին։ Մինչ այդ գիտնականների մեծամասնությունը հավատում էր, որ կյանքը, հատկապես բարդ կյանքը, պետք է լինի տարածված տիեզերքում։ Վորթը և Բրաունլին ասացին հակառակը։ Նրանք հաշվարկեցին, որ բարդ կյանքի համար անհրաժեշտ պայմանների համադրությունը այնքան հազվագյուտ է, որ մենք կարող ենք լինել միակները ոչ միայն մեր գալակտիկայում, այլև 100 միլիարդ գալակտիկաներ պարունակող տիեզերքում։ Պատկերացրեք, որ դուք նետում եք մետաղադրամ։ Հավանականությունը, որ կընկնի գլուխը, կես է։ Հիմա պատկերացրեք, որ նետում եք 2 մետաղադրամ, և երկուսն էլ պետք է ընկնեն գլուխը։ Հավանականությունը դառնում է 1/4։ 3 մետաղադրամի համար 1/8։ Սա էքսպոնենցիալ անկում է։ Հիմա պատկերացրեք, որ դուք պետք է նետեք 80 մետաղադրամ, և բոլորը պետք է ընկնեն գլուխը։ Հավանականությունը դառնում է 1 միլիոն տրիլիոնի։ Սա մոտավորապես այն թիվն է, որը Ուորթը և Բրաունլին ստացան, հաշվարկելով երկրի նման մոլորակի ձևավորման հավանականությունը։ 1/1024 աստիճանի։ Թիվ, որը մարդկային միտքը չի կարող իսկապես ընկալել։ Բայց ինչպես հասան նրանք այս թվին։ Ինչպիսի պայմաններ են անհրաժեշտ, որ մոլորակը դառնա կյանքի օրորան։ Եկեք սկսենք ամենասկզբից՝ աստղից։ Ոչ թե ցանկացած աստղ կարող է ունենալ բնակելի մոլորակներ։ Մեր արեգակը պատկանում է G տիպի աստղերին, դեղին թզուկներ, որոնք կազմում են տիեզերքի աստղերի ընդամենը 7%-ը։ Ավելի մեծ աստղերը, A և B տիպերը, շատ արագ են այրում իրենց վառելիքը։ Նրանք գոյություն ունեն միայն մի քանի 100 միլիոն տարի, անբավարար ժամանակ բարդ կյանքի էվոլյուցիայի համար։ Երկրի վրա բազմաբջիջ օրգանիզմների հայտնվելը պահանջեց 3 միլիարդ տարի։ Ավելի փոքր աստղերը, M տիպի կարմիր թզուկները, որոնք կազմում են տիեզերքի աստղերի 70%-ը, ունեն այլ խնդիր։ Նրանք շատ երկար են ապրում, բայց շատ ցուրտ են։ Բնակելի գոտին, այն տարածությունը, որտեղ ջուրը կարող է մնալ հեղուկ, գտնվում է այնքան մոտ աստղին, որ մոլորակը կդառնա պատուհանային կողպեքով, միշտ նույն կողմով դեպի աստղը։ Մի կողմում հավերժական ցերեկ և տաքություն, մյուս կողմում հավերժական գիշեր և սառույց։ Արդեն այստեղ մենք կորցրինք տիեզերքի աստղերի 97%-ը։ Բայց G տիպի աստղ ունենալը միայն սկիզբն է։ Մոլորակը պետք է լինի ճիշտ հեռավորության վրա։ Երկիրը գտնվում է 148 միլիոն կիլոմետր հեռավորության վրա արեգակից։ Եթե մենք լինեինք ընդամենը 5%-ով ավելի մոտ, ջուրը կգոլորշանար, և մենք կդառնայինք երկրորդ Վեներա, 460 աստիճան ջերմաստիճանով և ծծմբական թթվի ամպերով։ Եթե լինեինք 5%-ով ավելի հեռու, ջուրը կսառեր, և մենք կդառնայինք երկրորդ Մարս, սառած անապատ։ Այս նեղ գոտին, որտեղ հնարավոր է հեղուկ ջուրը, կոչվում է Գոլդիլոքսի գոտի, հեքիաթի մանկական աղջկա պես, որը փնտրում էր ոչ շատ տաք, ոչ շատ սառը, այլ հենց ճիշտ։ Բայց նույնիսկ ճիշտ հեռավորությունը բավարար չէ։ Վորթը և Բրաունլին ցույց տվեցին, որ օրբիտան պետք է լինի համարյա կատարյալ շրջանաձև։ Երկրի օրբիտայի էքսցենտրիսիտետը, շեղումը կատարյալ շրջանագծից, կազմում է ընդամենը 0.017։ Սա նշանակում է, որ մեր հեռավորությունը արեգակից տատանվում է միայն 2%-ով տարվա ընթացքում։ Մարսի օրբիտան ավելի էլիպսաձև է՝ 0.91։ Եվ սա մեծ մասամբ բացատրում է, թե ինչու այդ մոլորակը կորցրեց իր մթնոլորտը և ջուրը։ Շավտ արտամերկրային մոլորակներ, որոնք մենք հայտնաբերել ենք, ունեն էքսցենտրիսիտետ 0.3 կամ ավելի բարձր։ Նրանք անցնում են տաք և սառը գոտիների միջով, ստեղծելով ծայրահեղ կլիմայական տատանումներ, որոնք անհամատեղելի են կյանքի հետ։
Եվ ահա մենք հասնում ենք մեր առաջին իսկական պահպանողին՝ Յուպիտեր։ Այս հսկա գազային մոլորակը, որը 11 անգամ ավելի մեծ է, քան Երկիրը և 317 անգամ ավելի զանգվածային, գործում է որպես տիեզերական վակուումային մաքրիչ։ Նրա հսկայական ձգողական դաշտը բռնում է կամ շեղում է կոմետները և աստերոիդները, որոնք հակառակ դեպքում կարող էին հարվածել Երկրին։ 1994 թվականին աստղագետները դիտեցին, թե ինչպես Շումեյկեր-Լևի 9 կոմետը, որը բաղկացած էր 21 մասից, հարվածեց Յուպիտերին։ Յուրաքանչյուր հարված ազատեց էներգիա, որը համարժեք էր 6 միլիոն մեգատոն տնտանուտին։ Ամբողջ մարդկության միջուկային զենքերի արսենալը կազմում է մոտ 10,000 մեգատոն։ Մի հարված Յուպիտերին էր 600 անգամ ավելի հզոր, քան ամբողջ մարդկության ոչնչացման ունակությունը։ Եթե այդ կոմետը հարվածեր էր Երկրին, կյանքը, ինչպես մենք ճանաչում ենք, կդադարեր գոյություն ունենալ։ Բայց Յուպիտերը պետք է լինի ճիշտ տեղում։ Եթե նա լիներ շատ մոտ, նրա ձգողական դաշտը կխանգարեր Երկրի օրբիտային կայունությանը։ Եթե շատ հեռու, նա չէր կարողանա պաշտպանել մեզ աստերոիդներից։ Յուպիտերը գտնվում է 5 աստղագիտական միավոր հեռավորության վրա արեգակից, հենց այնտեղ, որտեղ պետք է լինի։ Մի աստղագիտական միավոր հավասար է Երկրի և արեգակի միջև հեռավորությանը՝ 148 միլիոն կիլոմետր։ Յուպիտերը գտնվում է 770 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Ոչ շատ մոտ, ոչ շատ հեռու։ Կրկին Գոլդիլոքսի սկզբունքը։ Հիմա պատկերացրեք մի մոլորակ, որը պտտվում է իր առանցքի շուրջ, բայց այդ առանցքը շարժվում է, տատանվում է, ինչպես պտտվող խաղալիք, որը կորցնում է իր արագությունը։ Երկրի առանցքը թեքված է 23 ստորակետ 5 աստիճանով իր օրբիտալ հարթության նկատմամբ։ Այս թեքությունը ստեղծում է եղանակները։ Ամառ, երբ հյուսիսային կիսագունդը թեքված է դեպի արեգակը, ձմեռ, երբ հեռու է։ Բայց այս թեքությունը կարող էր տատանվել 0-ից մինչև 95 աստիճան, եթե չլիներ մեր երկրորդ պահպանողը՝ Լուսինը։ Մեր արբանյակը, որը ձևավորվել է մոտ 4 ստորակետ 5 միլիարդ տարի առաջ, երբ Մարսի չափի մոլորակ հարվածեց երիտասարդ Երկրին, կայունացնում է մեր առանցքը։ Լուսինը այնքան մեծ է 1/4 Երկրի տրամագծի, որ Երկիր-Լուսին համակարգը ավելի ճիշտ է անվանել կրկնակի մոլորակ, քան մոլորակ և արբանյակ։ Առանց Լուսնի Երկրի առանցքը կտատանվեր անկանխատեսելի կերպով։ Մարսը, որը չունի մեծ արբանյակ, ունի առանցքային տատանումներ 0-ից մինչև 60 աստիճան միլիոնավոր տարիների ընթացքում։ Պատկերացրեք, թե ինչ կլիներ Երկրի վրա, եթե մեր առանցքը փոխվեր այդպես։ Բևեռները կդառնային հասարակածներ, հասարակածները կդառնային բևեռներ։ Սառույցի դարաշրջանները կփոխարինվեին տաք ժամանակաշրջաններով անկանխատեսելի ռիթմով։ Կլիման կդառնար խաոտիկ, էվոլյուցիան չէր կարողանա հարմարվել։ Բարդ կյանքը հնարավոր չէր լինի։ Բայց Լուսինը այնտեղ է, պահպանելով մեր առանցքը կայուն, տատանումներով միայն 1 ստորակետ 3 աստիճանի սահմաններում 40,000 տարիների ցիկլում։ Սա բավականաչափ կայուն է կլիմայի կանխատեսելիության համար, բայց բավականաչափ փոփոխական է էվոլյուցիոն ճնշման ստեղծման համար։ Եվ մենք դեռ չենք խոսել մոլորակի ներսի մասին։ Երկիրը ունի հեղուկ արտաքին միջուկ երկաթից և նիկելից, որը պտտվում է պինդ ներքին միջուկի շուրջ։ Այս պտտումը ստեղծում է մագնիսական դաշտ, որը տարածվում է տասնյակ հազարավոր կիլոմետր տիեզերք, ստեղծելով մագնիսոսֆերա։ Այս անտեսանելի վահանը շեղում է արեգակից գալիս արևային քամին, լիցքավորված մասնիկների հոսք, որը շարժվում է 300 կմ/վ արագությամբ։ Առանց մագնիսական դաշտի արևային քամին կհարվածեր ուղղակիորեն մթնոլորտին, աստիճանաբար քայքայելով այն։ Մարսը կորցրեց իր մագնիսական դաշտը մոտ 4 միլիարդ տարի առաջ, երբ նրա միջուկը սառեց։ Հետո նա կորցրեց իր մթնոլորտի 95%-ը։ Այսօր Մարսի մթնոլորտային ճնշումը կազմում է ընդամենը 6% Երկրի մթնոլորտից։ Ջուրը չի կարող մնալ հեղուկ այնտեղ։ Բայց ինչու Երկիրը դեռ ունի հեղուկ միջուկ, մինչդեռ Մարսը՝ ոչ։ Պատասխանը կայանում է չափերում և ռադիոակտիվ տարրերի քանակում։ Երկիրը 8 անգամ ավելի զանգվածային է, քան Մարսը։ Ավելի մեծ զանգված նշանակում է ավելի մեծ ճնշում կենտրոնում, ավելի բարձր ջերմաստիճան։ Բայց նաև Երկիրը ձևավորվել է ավելի մեծ քանակությամբ ռադիոակտիվ տարրերով՝ ուրան, թորիում, կալիում։ Այս տարրերը քայքայվում են, ազատելով ջերմություն։ Երկրի միջուկի ջերմաստիճանը կազմում է մոտ 5000 աստիճան Ցելսիուս, նույնը ինչ արեգակի մակերևույթի ջերմաստիճանը։
Այս ջերմությունը պահպանում է արտաքին միջուկը հեղուկ, ստեղծելով մագնիսական դաշտ, որը պաշտպանում է մեզ արևային քամուց։ Եվ այս ներքին ջերմությունը ունի ևս մեկ կարևոր դեր. այն սնուցում է տեկտոնիկ սալերը։ Երկրի մակերևույթը բաժանված է 15 մեծ սալերի, որոնք շարժվում են մի քանի սանտիմետր տարեկան։ Սա կարող է թվալ դանդաղ, բայց 3 միլիարդ տարիների ընթացքում սա ստեղծել է լեռներ, ծովեր, մայրցամաքներ։ Տեկտոնիկ սալերը ռեցիկլացնում են ածխածնի երկօքիսը։ Երբ սալը սուզվում է մեկ այլ սալի տակ, նա տանում է իր հետ ածխածնի երկօքիսը ծովի հատակից։ Այս ածխածնի երկօքիսը հալվում է, հետո վերադառնում մթնոլորտ հրաբուխների միջոցով։ Սա ստեղծում է ածխածնի ցիկլ, որը կարգավորում է մթնոլորտային ածխածնի երկօքսի քանակը, որը կարգավորում է ջերմաստիճանը։ Առանց տեկտոնիկ սալերի ածխածնի երկօքսը կուտակվեր մթնոլորտում, ստեղծելով անվերահսկելի ջերմոցային էֆեկտ, ինչպես Վեներայի վրա, կամ կվերանար ամբողջությամբ, ստեղծելով սառած անապատ, ինչպես Մարսի վրա։ Վեներան և Մարսը չունեն տեկտոնիկ սալեր։ Վեներան շատ տաք է, նրա մակերևույթը հալված է, սալերը չեն կարող ձևավորվել։ Մարսը շատ փոքր է և սառած, նրա ներսը չունի բավարար ջերմություն սալերի շարժման համար։ Երկիրը կրկին հենց ճիշտ չափի է։ Ոչ շատ մեծ, ոչ շատ փոքր, ոչ շատ տաք, ոչ շատ տաք, ոչ շատ սառը։ Գոլդիլոքսի սկզբունքը կրկնվում է անընդհատ, բայց եկեք խոսենք ջրի մասին։ Երկիրը ծածկված է ջրով իր մակերևույթի 71%-ի վրա, բայց ջրի ընդհանուր քանակը կազմում է ընդամենը 0.02% երկրի ընդհանուր զանգվածի։ Եթե երկիրը լիներ կատարյալ գունդ, առանց լեռների և ծովախորշերի, ջուրը կկազմեր միայն 2.7 կիլոմետր խորությամբ շերտ ամբողջ մակերևույթի վրա։ Սա շատ քիչ է, բայց նաև շատ է։ Եթե երկիրը ունենար 10 անգամ ավելի շատ ջուր, ամբողջ մակերևույթը կլիներ ծածկված ծովով։ Չէին լինի մայրցամաքներ։ Առանց մայրցամաքների չէր լինի տեկտոնիկ սալերի ռեցիկլացում, որը պահանջում է սուզման գոտիներ, որտեղ օվկիանոսային սալը սուզվում է մայրցամաքային սալի տակ։ Առանց ածխածնի ցիկլի կլիման կդառնար անկայուն։ Եթե երկիրը ունենար 10 անգամ պակաս ջուր, չէին լինի ծովեր։ Առանց ծովերի չէր լինի ջրային ցիկլ, որը բաշխում է խոնավությունը մայրցամաքների վրա։ Կլիման կդառնար ծայրահեղ։ Կյանքը, ինչպես մենք ճանաչում ենք, անհնար կլիներ։ Ուստի երկիրը ունի հենց ճիշտ քանակությամբ ջուր։ Բայց որտեղից եկավ այդ ջուրը։ Երբ երկիրը ձևավորվեց 4.6 միլիարդ տարի առաջ, նա գտնվում էր շատ տաք գոտում։ Ջուրը պետք է գոլորշանար։ Գիտնականները կարծում են, որ ջուրը եկավ արտաքին արևային համակարգից, կոմետներից և աստերոիդներից, որոնք հարվածեցին երիտասարդ երկրին։ Բայց ինչու այդ կոմետները հարվածեցին երկրին, բայց ոչ Վեներային կամ Մարսին նույն քանակությամբ։ Պատասխանը կրկին Յուպիտերն է։ Երբ Յուպիտերը ձևավորվեց և միգրացրեց դեպի ներս, հետո դեպի դուրս, նա խանգարեց աստերոիդների գոտուն, ուղարկելով աստերոիդներ և կոմետներ ներքին արևային համակարգ։ Սա կոչվում է ուշ ծանր ռմբակոծում, որը տեղի ունեցավ մոտ 3.9 միլիարդ տարի առաջ։ Երկիրը ստացավ հենց ճիշտ քանակությամբ ջուր այս ռմբակոծումից։ Ոչ շատ, ոչ շատ քիչ։ Եվ մենք դեռ չենք խոսել մթնոլորտի մասին։ Երկրի մթնոլորտը կազմված է 78% ազոտից, 21% թթվածնից, 0.04% ածխածնի երկօքսիսից և փոքր քանակությամբ այլ գազերից։ Այս կազմը կատարյալ է կյանքի համար, բայց նա չէր եղել միշտ այսպիսին։ Երբ երկիրը ձևավորվեց, մթնոլորտը կազմված էր հիմնականում ածխածնի երկօքսիսից, ջրային գոլորշուց, ազոտից և փոքր քանակությամբ մեթանից։ Թթվածին գրեթե չկար։ Հետո 2.4 միլիարդ տարի առաջ տեղի ունեցավ մեծ օքսիգենացիոն իրադարձություն։ Ցիանոբակտերիաները, առաջին ֆոտոսինթեզող օրգանիզմները, սկսեցին արտադրել թթվածին որպես կողմնակի արտադրանք։ Թթվածինը թունավոր էր շատ օրգանիզմերի համար և սա առաջացրեց զանգվածային անհետացում։ Բայց նաև սա ստեղծեց հնարավորություն բարդ կյանքի համար։ Թթվածինը թույլ տվեց աերոբ շնչառություն, որը 18 անգամ ավելի արդյունավետ է, քան անաքրոբ շնչառությունը։
Առանց թթվածնի բազմաբջիջ օրգանիզմները չէին կարող էվոլյուցիա անել, բայց թթվածինը նաև ստեղծեց օզոնային շերտ։ Օզոնը 3 թթվածնի ատոմներից բաղկացած մոլեկուլ կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումը արեգակից։ Առանց օզոնային շերտի ուլտրամանուշակագույն ճառագայթումը կոչնչացներ ԴՆԹ-ն, դարձնելով մակերևույթը անբնակելի։ Առաջին 2 միլիարդ տարիների ընթացքում կյանքը գոյություն ունեցավ միայն ծովերում, որտեղ ջուրը պաշտպանում էր ուլտրամանուշակագույն ճառագայթումից։ Միայն երբ օզոնային շերտը ձևավորվեց, կյանքը կարողացավ գաղթել ցամաք։ Սա տեղի ունեցավ մոտ 450 միլիոն տարի առաջ։ Եվ մենք դեռ չենք խոսել գալակտիկական տեղադրության մասին։ Մեր արեգակային համակարգը գտնվում է կաթնային ճանապարհ գալակտիկայի Օրիոնի թևում, մոտ 26000 լուսատարի հեռավորության վրա գալակտիկական կենտրոնից։ Սա կարևոր է։ Եթե մենք լինեինք շատ մոտ կենտրոնին, աստղերի խտությունը կլիներ շատ բարձր։ Սուպերնովաները, աստղերի պայթյունները, կլինեին շատ հաճախ։ Մի սուպերնովա 10 լուսատարի հեռավորության վրա կոչնչացներ օզոնային շերտը և կբացահայտեր մակերևույթը մահացու ճառագայթման։ Նաև գալակտիկական կենտրոնում կա սուպերմասիվ սև խոռոչ, 4 միլիոն արևային զանգվածով։ Նրա շուրջը տիեզերքը լի է բարձր էներգիայի ճառագայթմամբ։ Եթե մենք լինեինք շատ հեռու կենտրոնից, աստղերի խտությունը կլիներ շատ ցածր։ Ծանր տարրերի քանակությունը, ածխածին, թթվածին, երկաթ, որոնք անհրաժեշտ են կյանքի համար, կլիներ անբավարար։ Այս տարրերը ստեղծվում են սուպերնովաներում։ Առաջին սերնդի աստղերը կազմված էին միայն ջրածնից և հելիումից։ Միայն երբ նրանք պայթեցին, ծանր տարրերը ցրվեցին տիեզերքում, թույլ տալով երկրորդ և երրորդ սերնդի աստղերի և մոլորակների ձևավորումը։ Մեր արեգակը երրորդ սերնդի աստղ է։ Նա ձևավորվել է գազի և փոշու ամպից, որը պարունակում էր ծանր տարրեր նախորդ սերնդի սուպերնովաներից։ Առանց այդ ծանր տարրերի Երկիրը չէր կարող ձևավորվել։ Առանց երկաթի չէր լինի մագնիսական դաշտ։ Առանց թթվածնի և ածխածնի չէր լինի կյանք։ Բայց այս ծանր տարրերը առկա են միայն գալակտիկայի որոշակի տարածքներում, ոչ շատ մոտ կենտրոնին, ոչ շատ հեռու։ Սա կոչվում է գալակտիկական բնակելի գոտի։ Մեր արեգակային համակարգը գտնվում է հենց այս գոտում, և մենք դեռ չենք խոսել ժամանակի մասին։ Տիեզերքը 13.8 միլիարդ տարեկան է։ Առաջին աստղերը ձևավորվեցին մոտ 100 միլիոն տարի մեծ պայթյունից հետո, բայց այդ աստղերը չունեին մոլորակներ ծանր տարրերով։ Երկրորդ սերնդի աստղերը ձևավորվեցին, պայթեցին, ստեղծելով ավելի շատ ծանր տարրեր։ Միայն մոտ 9 միլիարդ տարի մեծ պայթյունից հետո, երբ տիեզերքը հասավ բավարար մետաղականության, աստղագետների տերմինը ծանր տարրերի համար, երկրի նման մոլորակները կարողացան ձևավորվել։ Մեր արեգակային համակարգը ձևավորվեց 4.6 միլիարդ տարի առաջ, 9.2 միլիարդ տարի մեծ պայթյունից հետո։ Եթե մենք ձևավորվեինք ավելի վաղ, չէր լինի բավարար ծանր տարրեր։ Եթե ավելի ուշ, բարի, եթե ավելի ուշ մենք դեռ կարող էինք ձևավորվել, բայց ժամանակը սահմանափակ է։ Արեգակը կապրի ընդամենը 10 միլիարդ տարի։ Նա արդեն 5 միլիարդ տարեկան է, մնացել է ևս 5 միլիարդ տարի, նախքան նա դառնա կարմիր հսկա և կլանի Երկիրը։ Բայց իրականում ժամանակը ավելի սահմանափակ է։ Արեգակը դանդաղորեն ավելի պայծառ է դառնում։ Յուրաքանչյուր 1 միլիարդ տարին նա դառնում է 10%-ով ավելի պայծառ։ 1 միլիարդ տարի հետո Երկիրը կլինի շատ տաք կյանքի համար։ Ծովերը կգոլորշանան։ Բնակելի գոտին կտեղափոխվի դեպի Մարս։ Մենք ունենք միայն 1 միլիարդ տարի։ Սա երկար ժամանակ է, բայց ոչ անսահման։ Եվ հիմա եկեք վերադառնանք թվերին։ Որթը և Բրաունլին հաշվարկեցին յուրաքանչյուր պայմանի հավանականությունը։ Ճիշտ տիպի աստղ 7%, ճիշտ հեռավորություն 5% այդ 7%-ից, շրջանաձև օրբիտա 10%, Յուպիտեր պաշտպան 1%, լուսին կայունացուցիչ 1%, մագնիսական դաշտ 10%, տեկտոնիկ սալեր 10%, ճիշտ քանակությամբ ջուր 5%, թթվածնային մթնոլորտ 1%, գալակտիկական բնակելի գոտի 10%, ճիշտ ժամանակ 20%։ Երբ դուք բազմապատկում եք այս բոլոր հավանականությունները, դուք ստանում եք 1, 10-24 աստիճանի, 1, 1 միլիոն տրիլիոն տրիլիոնի։ Սա թիվ է 1 և 24 0։ Որպեսզի հասկանաք այս թիվը, պատկերացրեք, որ յուրաքանչյուր ավազի հատիկ
երկրի բոլոր լողափներում ներկայացնում է 1 մոլորակ։ Գնահատվում է, որ երկրի վրա կա մոտ 750 միլիարդ տրիլիոն ավազի հատիկ։ Սա 7 ստորակետ 5 բազմապատկած 10-18-րդ աստիճանի։ Բայց մեր թիվը 10-24-րդ աստիճանի է։ Սա նշանակում է, որ եթե յուրաքանչյուր ավազի հատիկ ներկայացներ 1 միլիոն մոլորակ, դուք դեռ չէիք ունենա բավարար մոլորակներ գտնելու 1 երկիր։ Բայց թվերը, որքան էլ ցնցող լինեն, պատմում են միայն մի մասը։ Եկեք խորանանք ավելի խորը, այն պայմաններում, որոնք մենք դեռ չենք քննարկել, եւ որոնք դարձնում են երկիրը ոչ պարզապես հազվապյուտ, այլ գրեթե անհնար։ Սկսենք մթնոլորտային քիմիայից։ Երբ մենք ասում ենք, որ երկիրը ունի թթվածնային մթնոլորտ, մենք չենք նկատում մի կարևոր փաստ։ Թթվածինը չպետք է լիներ այնտեղ։ Թթվածինը ռեակտիվ գազ է։ Նա միանում է գրեթե ամեն ինչի հետ։ Երկաթը թթվածնում ժանգոտվում է, ածխածինը այրվում է, մեթանը օքսիդանում է։ Եթե դադարեցնեք թթվածնի արտադրությունը, մթնոլորտային թթվածինը կվերանա մի քանի միլիոն տարում։ Նա կմիանա ապարներին, կօքսիդացնի մետաղները, կվերանա։ Փաստն այն է, որ երկիրը ունի 21% թթվածին, ապացուցում է, որ ինչ-որ բան ակտիվորեն արտադրում է այն։ Այդ ինչ-որ բանը կյանքն է։ Պատկերացրեք, որ դուք տիեզերական քիմիկ եք, որը ուսումնասիրում է մոլորակների մթնոլորտները հեռվից։ Դուք տեսնում եք մոլորակ, որտեղ թթվածինը եւ մեթանը գոյակցում են նույն մթնոլորտում։ Սա անհնար է քիմիական հավասարակշռության տեսանկյունից։ Թթվածինը եւ մեթանը պետք է ռեակցիան տան միմյանց հետ, ստեղծելով ածխածնի երկօքիս եւ ջուր։ Բայց երկրի վրա նրանք գոյակցում են, որովհետեւ կյանքը արտադրում է երկուսն էլ։ Բույսերը արտադրում են թթվածին ֆոտոսինթեզի միջոցով։ Բակտերիաները արտադրում են մեթան անաերոբ քայքայման միջոցով։ Մթնոլորտը գտնվում է դինամիկ անհավասարակշռության մեջ, որը պահպանվում է կյանքի կողմից։ Սա կոչվում է բիոսիգնատուր։ Եթե դուք տեսնեք այսպիսի մթնոլորտ, դուք գիտեք, որ այնտեղ կա կյանք։ Բայց այս բիոսիգնատուրը պահանջում է ոչ միայն կյանք, այլև կյանքի բազմազանություն։ Եթե երկրի վրա լինեին միայն ֆոտոսինթեզող օրգանիզմներ, մթնոլորտը կլցվեր թթվածնով, եւ ամեն ինչ կօքսիդանար։ Եթե լինեին միայն անաերոբ բակտերիաներ, մթնոլորտը կլցվեր մեթանով եւ ածխածնի երկօքսիսով, ստեղծելով անվերահսկելի ջերմոցային էֆեկտ։ Բայց երկիրը ունի երկուսն էլ, եւ նրանք հավասարակշռում են միմյանց։ Սա կոչվում է Գայայի հիպոթեզ, գաղափար, որ երկիրը գործում է որպես ինքնակարգավորվող համակարգ, որտեղ կյանքը եւ անկենդան բնությունը փոխազդում են, պահպանելով պայմանները կյանքի համար։ Հիմա եկեք խոսենք ջրի մասին ավելի խորը։ Մենք արդեն ասացինք, որ երկիրը ունի հենց ճիշտ քանակությամբ ջուր, բայց ջուրը ունի հատկություններ, որոնք դարձնում են այն եզակի։ Ջուրը միակ նյութն է, որը ընդլայնվում է սառելիս։ Սառույցը լողում է ջրի վրա։ Սա անսովոր է։ Մեծ մասամբ նյութերը կծծվում են սառելիս, եւ նրանց պինդ ձևը ընկղմվում է հեղուկ ձևում։ Բայց ջրի մոլեկուլները ձևավորում են բյուրեղային կառուցվածք սառելիս, որը ավելի ծավալուն է, քան հեղուկ ջուրը։ Սա նշանակում է, որ երբ լիճը սառում է ձմռանը, սառույցը ձևավորվում է վերևից, ստեղծելով մեկուսացնող շերտ, որը պաշտպանում է ներքևի ջուրը ամբողջությամբ սառելուց։ Ձկները եւ այլ ջրային օրգանիզմները կարող են գոյատևել ներքևում։ Եթե սառույցը ընկղմվեր, լճերը եւ ծովերը կսառեին ներքևից վերև, սպանելով ամբողջ ջրային կյանքը։ Ջուրն ունի նաեւ բարձր տեսակարար ջերմատարողություն։ Սա նշանակում է, որ պահանջվում է շատ էներգիա ջրի ջերմաստիճանը փոխելու համար։ Ծովերը կլանում են հսկայական քանակությամբ ջերմություն ամռանը եւ ազատում են այն ձմռանը, կարգավորելով կլիման։ Առանց ջրի բարձր տեսակարար ջերմատարողության, ջերմաստիճանի տատանումները երկրի վրա կլինեին ծայրահեղ։ Օրը կլիներ տաք, գիշերը սառը։ Ամառը տաք, ձմեռը սառը։ Կյանքը չէր կարողանա հարմարվել։ Ջուրը նաեւ համընդհանուր լուծիչ է։ Նա լուծում է ավելի շատ նյութեր, քան ցանկացած այլ հեղուկ։ Սա թույլ է տալիս քիմիական ռեակցիաներ տեղի ունենալ ջրային լուծույթներում։ Կյանքը, ինչպես մենք ճանաչում ենք, հիմնված է ջրային քիմիայի վրա։ Բջիջները լի են ջրով։ Բիոքիմիական ռեակցիաները տեղի են ունենում ջրային միջավայրում։ Առանց ջրի եզակի հատկությունների, կյանքը, ինչպես մենք ճանաչում ենք, անհնար կլիներ։ Բայց եկեք հարցնենք, կարող է կյանքը հիմնվել այլ լուծիչների վրա։ Գիտնականները քննարկել են այլընտրանքներ՝ ամոնիակը, մեթանը, ջրածնի ֆտորիդը, բայց բոլորն ունեն խնդիրներ։ Ամոնիակը հեղուկ է, միայն շատ ցածր ջերմաստիճաններում, -77 աստիճան Ցելսիուս։
Այսպիսի ջերմաստիճաններում քիմիական ռեակցիաները տեղի են ունենում շատ դանդաղ։ Մեթանը նույնպես հեղուկ է, միայն շատ ցածր ջերմաստիճաններում՝ -160 աստիճան Ցելսիուս։ Ջրածնի ֆտորիդը չափազանց ռեակտիվ է և քայքայում է մեծ մասամբ օրգանական մոլեկուլները։ Ջուրը հեղուկ 0-ից 100 աստիճան Ցելսիուս միջակայքում ունի հենց ճիշտ հատկությունները կյանքի համար։ Հիմա եկեք խոսենք ածխածնի մասին։ Ածխածինը կյանքի հիմքն է։ Յուրաքանչյուր օրգանական մոլեկուլ պարունակում է ածխածին, բայց ածխածինը նաև կարգավորում է կլիման։ Ածխածնի երկօքիսը ջերմոցային գազ է։ Նա բռնում է ջերմությունը մթնոլորտում։ Առանց ածխածնի երկօքսիսի Երկիրը կիրը կլիներ սառած, -18 աստիճան Ցելսիուս միջին ջերմաստիճանով, բայց չափազանց շատ ածխածնի երկօքիս և Երկիրը կդառնար Վեներա։ Ածխածնի երկօքսիի քանակը պետք է լինի հենց ճիշտ, և այստեղ մենք վերադառնում ենք տեկտոնիկ սալերին։ Տեկտոնիկ սալերը ռեցիկլացնում են ածխածինը։ Երբ անձրև է գալիս, ածխածնի երկօքիսը լուծվում է ջրում, ստեղծելով թույլ թթու։ Այս թթուն քայքայում է ապարները, ազատելով կալցիում։ Կալցիումը և ածխածնի երկօքիսը լվանվում են գետերով դեպի ծով։ Ծովում ծոծովային օրգանիզմները օգտագործում են կալցիումը և ածխածնի երկօքիսը կառուցելու կավիճներ և խեցիներ կալցիումի կարբոնատից։ Երբ այս օրգանիզմները մեռնում են, նրանց կավիճները ընկնում են ծովի հատակ, ձևավորելով նստվածքներ։ Այս նստվածքները սուզվում են տեկտոնիկ սալերի հետ։ Խորը երկրի ներսում, բարձր ջերմաստիճանի և ճնշման ներքո, կալցիումի կարբոնատը քայքայվում է, ազատելով ածխածնի երկօքիս։ Այս ածխածնի երկօքիսը վերադառնում է մթնոլորտ հրաբուխների միջոցով։ Ամբողջ ցիկլը տևում է մոտ 500 000 տարի։ Սա ածխածնի սիլիկատային ցիկլ է, և նա գործում է որպես թերմոստատ։ Երբ Երկիրը տաքանում է, անձրևը ավելանում է։ Ավելի շատ անձրև նշանակում է ավելի շատ ապարների քայքայում, ավելի շատ ածխածնի երկօքսիի հեռացում մթնոլորտից։ Ածխածնի երկօքսիի քանակը նվազում է, ջերմոցային էֆեկտը թուլանում է, Երկիրը սառչում է։ Երբ Երկիրը սառչում է, անձրևը նվազում է։ Պակաս անձրև նշանակում է պակաս ապարների քայքայում, պակաս ածխածնի երկօքսիի հեռացում։ Հրաբուխները շարունակում են արտանետել ածխածնի երկօքիս, նրա քանակը մթնոլորտում ավելանում է, ջերմոցային էֆեկտը ուժեղանում է, Երկիրը տաքանում է։ Սա բացասական հետադարձ կապ է, որը պահպանում է Երկրի ջերմաստիճանը համեմատաբար կայուն միլիարդավոր տարիների ընթացքում։ Բայց այս ցիկլը աշխատում է միայն այն դեպքում, եթե կան տեկտոնիկ սալեր։ Վեներան և Մարսը չունեն տեկտոնիկ սալեր։ Վեներայի վրա ածխածնի երկօքիսը կուտակվեց մթնոլորտում, ստեղծելով անվերահսկելի ջերմոցային էֆեկտ։ Մարսի վրա ածխածնի երկօքիսը կորավ և մոլորակը սառեց։ Երկիրը կրկին հենց ճիշտ չափի է ունենալու տեկտոնիկ սալեր, որոնք ռեցիկլացնում են ածխածինը և կարգավորում են կլիման։ Հիմա եկեք խոսենք ժամանակի մասին ավելի խորը։ Կյանքի էվոլյուցիան պահանջեց 3,8 միլիարդ տարի Երկրի վրա։ Առաջին կյանքը հայտնվեց մոտ 3,8 միլիարդ տարի առաջ, համեմատաբար արագ երկրաբանական տեսանկյունից, բայց հետո կյանքը մնաց միաբջիջ 3 միլիարդ տարի։ 3 միլիարդ տարի։ Սա ավելի երկար է, քան ժամանակը, որը անցել է բազմաբջիջ կյանքի հայտնվելուց մինչև այսօր։ Ինչու այսքան երկար։ Պատասխանը կայանում է բարդության մեջ։ Միաբջիջ օրգանիզմները համեմատաբար պարզ են, նրանք կարող են բազմանալ արագ, հարմարվել արագ, բայց բազմաբջիջ օրգանիզմները պահանջում են համագործակցություն։ Բջիջները պետք է մասնագիտանան, մի քանիսը դառնում են մկանային բջիջներ, մյուսները նյարդային բջիջներ, երրորդները մաշկային բջիջներ։ Սա պահանջում է բարդ գենետիկական կարգավորում, բայց ավելի կարևորը, սա պահանջում է էներգիա, շատ էներգիա։ Միաբջիջ օրգանիզմները ստանում են էներգիա երկու եղանակով։ Անաերոբ շնչառությունը, որը չի պահանջում թթվածին, արտադրում է երկու մոլեկուլ ATF, ադենոզին տրիֆոսֆատ, էներգիայի արժույթ, յուրաքանչյուր գլյուկոզի մոլեկուլից։ Աերոբ շնչառությունը, որը պահանջում է թթվածին, արտադրում է 38 մոլեկուլ ATF, յուրաքանչյուր գլյուկոզի մոլեկուլից, 18 անգամ ավելի արդյունավետ։ Առանց թթվածնի բազմաբջիջ օրգանիզմները չէին կարող ստանալ բավարար էներգիա, պահպանելու իրենց բարդ կառուցվածքը։ Բայց թթվածինը հայտնվեց մթնոլորտում միայն 2 ստորակետ 4 միլիարդ տարի առաջ, մեծ օքսիգենացիոն իրադարձության ժամանակ։ Եվ նույնիսկ հետո թթվածնի քանակությունը մնաց ցածր մոտ 1 միլիարդ տարի։
Միայն 600 միլիոն տարի առաջ թթվածնի քանակությունը հասավ ժամանակակից մակարդակների, եւ հենց այդ ժամանակ Էդիակարյան եւ Կամբրիական ժամանակաշրջաններում տեղի ունեցավ բազմաբջիջ կյանքի պայթյուն։ Կամբրիական պայթյունը 540 միլիոն տարի առաջ տեսավ գրեթե բոլոր ժամանակակից կենդանական տիպերի հայտնվելը 10 միլիոն տարիների ընթացքում։ Սա աներևակայելի արագ է էվոլյուցիոն տեսանկյունից։ Բայց ինչու հենց այդ ժամանակ։ Պատասխանը կայանում է թթվածնի քանակության եւ մեկ այլ գործոնի մեջ՝ օզոնային շերտի։ Օզոնային շերտը ձևավորվեց, երբ թթվածնի քանակությունը հասավ որոշակի շեմի։ Օզոնը ստեղծվում է, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթումը բաժանում է թթվածնի մոլեկուլները եւ ազատ թթվածնի ատոմները միանում են այլ թթվածնի մոլեկուլների հետ։ Օզոնային շերտը կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումը, պաշտպանելով մակերևույթը։ Առանց այս պաշտպանության ուլտրամանուշակագույն ճառագայթումը կոչնչացներ դնեթն, դարձնելով մակերևույթը անբնակելի։ Միայն երբ օզոնային շերտը ձևավորվեց, կյանքը կարողացավ գաղթել ծովերից ցամաք։ Եվ ցամաքային միջավայրը բացեց նոր էկոլոգիական բնակավայրեր, նոր էվոլյուցիոն հնարավորություններ։ Այսպիսով, բազմաբջիջ կյանքի հայտնվելը պահանջեց 3 պայման՝ բավարար թթվածին աերոբ շնչառության համար, օզոնային շերտ ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանության համար եւ ցամաքային միջավայր բազմազանության համար։ Այս 3 պայմանները համադրվեցին միայն 600 միլիոն տարի առաջ։ Եթե Երկիրը ձևավորվեր 1 միլիարդ տարի ավելի վաղ, այս պայմանները դեռ չէին լինի։ Եթե 1 միլիարդ տարի ավելի ուշ, Արեգակը կլիներ շատ տաք եւ բնակելի գոտին կտեղափոխվեր դեպի Մարս։ Բայց եկեք նաեւ խոսենք անհետացումների մասին։ Կյանքի պատմությունը Երկրի վրա պատմություն է ոչ միայն էվոլյուցիայի, այլև անհետացումների։ Եղել են 5 մեծ զանգվածային անհետացումներ։ Ամենամեծը Պերմյան-Տրիասյան անհետացածումը 250 միլիոն տարի առաջ ոչնչացրեց 96% ծովային տեսակների եւ 70% ցամաքային տեսակների։ Ամենահայտնին Կրետացիական պալեոգենյան անհետացումը 66 միլիոն տարի առաջ ոչնչացրեց դինոզավրերին։ Այս անհետացումները աղետալի էին, բայց նրանք նաև ստեղծեցին հնարավորություններ։ Պերմյան-Տրիասյան անհետացումից հետո դինոզավրերը դարձան գերիշխող։ Կրետացիական պալեոգենյան անհետացումից հետո կաթնասունները դարձան գերիշխող։ Առանց այդ երկրորդ անհետացման դինոզավրերը դեռ կգերիշխեին, եւ մարդիկ երբեք չէին էվոլյուցիա անի։ Անհետացումները, որքան էլ ողբերգական, վերագործարկում են էվոլյուցիան, ստեղծելով տեղ նոր տեսակների համար։ Բայց անհետացումները նաև ցույց են տալիս, թե որքան խոցելի է կյանքը։ Կրետացիական պալեոգենյան անհետացումը առաջացավ 10 կիլոմետր տրամագծով աստերոիդի հարվածից։ Աստերոիդը հարվածեց Յուկատանի թերակղզում, Մեքսիկայում, ստեղծելով 150 կիլոմետր տրամագծով կրատեր։ Հարվածը ազատեց էներգիա, որը համարարժեք էր 10 միլիարդ Հիրոշիմայի ատոմային ռումբերի։ Ցնցումային ալիքը տարածվեց ամբողջ մոլորակով։ Ցունամիները հասան 100 մետր բարձրության։ Հրդեհները ծածկեցին մայրցամաքները։ Փոշին եւ մոխիրը արգելափակեցին արևի լույսը տարիների համար, սառեցնելով մոլորակը։ Ֆոտոսինտեզը դադարեց, սննդային շղթաները փլուզվեցին, 75% տեսակների անհետացավ, բայց Երկիրը վերապրեց, կյանքը վերապրեց։ Փոքր կաթնասունները, որոնք կարող էին թաքնվել ստորգետնյա խոռոչներում եւ սնվել միջատներով եւ սերմերով, վերապրեցին։ Եվ 66 միլիոն տարի հետո նրանց սերունդներից մեկը, Homo sapiens-ը, զարգացրեց գիտակցություն եւ սկսեց հարցնել, ինչու մենք այստեղ ենք։ Հիմա պատկերացրեք, որ այդ աստերոիդը 10 անգամ ավելի մեծ էր, կամ 100 անգամ։ Աստերոիդ, որը կարող էր ոչնչացնել ամբողջ կյանքը Երկրի վրա։ Այսպիսի աստերոիդներ գոյություն ունեն։ Նրանք կոչվում են մոլորակ սպանողներ։ Աստերոիդ, որը 10 կիլոմետր տրամագծով կարող է ոչնչացնել բազմաբջիջ կյանքը։ Աստերոիդ, որը 100 կիլոմետր տրամագծով կարող է գոլոշիացնել ծովերը։ Աստերոիդ, որը 1000 կիլոմետր տրամագծով կարող է հալեցնել Երկրի մակերևույթը։ Բայց Յուպիտերը պաշտպանում է մեզ։ Նրա հսկայական ձգողական դաշտը բռնում է կամ շեղում է այս աստերոիդները։ Առանց Յուպիտերի աստերոիդային հարվածները կլինեին 1000 անգամ ավելի հաճախ։ Կյանքը չէր ունենա ժամանակ վերականգնվելու անհետացումների միջև։ Բարդ կյանքը չէր կարողանա էվոլյուցիա անել։ Յուպիտերը
Այս գազային հսկան, որը գտնվում է 5 աստղագիտական միավոր հեռավորության վրա, պաշտպանում է մեզ տիեզերական ռմբակոծումից։ Նա մեր անտեսանելի պահապանն է։ Բայց Յուպիտերը նաև ունի մութ կողմ։ Երբ արեգակային համակարգը ձևավորվում էր, Յուպիտերը միգրացրեց դեպի ներս, հետո դեպի դուրս։ Այս միգրացիան խանգարեց ներքին արևային համակարգը։ Շատ մոլորակներ, որոնք ձևավորվում էին, նետվեցին դեպի արեգակը կամ դուրս արևային համակարգից։ Գիտնականները կարծում են, որ կարող էին լինել մի քանի երկրի նման մոլորակներ ներքին արևային համակարգում, բայց Յուպիտերի միգրացիան ոչնչացրեց նրանց։ Մենք կարող ենք լինել վերապրածները, կամ ավելի ճշգրիտ, մենք կարող ենք լինել նրանք, ովքեր ձևավորվեցին Յուպիտերի միգրացիայից հետո, երբ համակարգը կայունացավ։ Սա բերում է մեզ դեպի մեկ այլ կարևոր հարց՝ արտաքին արևային համակարգի ճարտարապետությունը։ Մենք ունենք 4 ներքին ապարային մոլորակներ՝ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս։ Հետո աստերոիդների գոտի։ Հետո 4 արտաքին գազային հսկաներ՝ Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն։ Այս կառուցվածքը ոչ պատահական է։ Ներքին մոլորակները ապարային են, որովհետև նրանք ձևավորվեցին տաք գոտում, որտեղ միայն մետաղները և սիլիկատները կարող էին խտանալ։ Արտաքին մոլորակները գազային են, որովհետև նրանք ձևավորվեցին սառը գոտում, որտեղ սառույցը և գազերը կարող էին խտանալ։ Բայց շատ արտամերկրային համակարգներ ունեն այլ ճարտարապետություն։ Տաք Յուպիտերներ, գազային հսկաներ, որոնք պտտվում են շատ մոտ իրենց աստղերին, սուպեր երկիրներ, ապարային մոլորակներ, որոնք 10 անգամ ավելի զանգվածային են, քան Երկիրը, էքսենտրիկ օրբիտաներ, որոնք անցնում են տաք և սառը գոտիների միջով։ Մեր արեգակային համակարգը իր կարգավորված ճարտարապետությամբ, իր շրջանաձև օրբիտաներով, իր ապարային ներքին մոլորակներով և գազային արտաքին մոլորակներով հազվագյուտ է։ Եվ այս ճարտարապետությունը կարևոր է կյանքի համար։ Եթե Յուպիտերը լիներ ներքին արևային համակարգում, նրա ձգողական դաշտը խանգարեր Երկրի օրբիտային կայունությանը։ Եթե չլիներ արտաքին գազային հսկաներ, աստերոիդների գոտին կլիներ ավելի խիտ, և աստերոիդային հարվածները կլինեին ավելի հաճախ։ Եթե չլիներ աստերոիդների գոտի, որը գործում է որպես բուֆեր, աստերոիդները արտաքին արևային համակարգից կարող էին ավելի հեշտությամբ հասնել ներքին արևային համակարգ։ Ամեն ինչ կապված է։ Ամեն ինչ հավասարակշռված է։ Հիմա եկեք խոսենք Լուսնի մասին ավելի խորը։ Մենք արդեն ասացինք, որ Լուսինը կայունացնում է Երկրի առանցքը, բայց Լուսինը նաև դանդաղեցնում է Երկրի պտույտը։ Երբ Երկիրը ձևավորվեց, օրը տևում էր միայն 6 ժամ։ Լուսինը իր ձգողական ազդեցությամբ ստեղծում է ծովային ալիքներ։ Այս ալիքները շփվում են ծովի հատակին, ստեղծելով շփում, որը դանդաղեցնում է Երկրի պտույտը։ Յուրաքանչյուր տարի օրը երկարանում է մոտ 2000 վայրկյան։ Սա շատ քիչ է, բայց 4 ստորակետ 6 միլիարդ տարիների ընթացքում սա կուտակվում է։ Այսօր օրը տևում է 24 ժամ։ Բայց ինչու սա կարևոր է։ Պատասխանը կայանում է կլիմայում։ Եթե Երկիրը պտտվեր շատ արագ, օրը կլիներ շատ կարճ։ Ջերմաստիճանի տատանումները օրվա և գիշերվա միջև կլինեին ծայրահեղ։ Քամիները կլինեին շատ ուժեղ։ Եղանակը կլիներ խաոտիկ։ Եթե Երկիրը պտտվեր շատ դանդաղ, օրը կլիներ շատ երկար։ Մի կողմը կտաքանար չափազանց, մյուս կողմը կսառեր չափազանց։ Ջերմաստիճանի տարբերությունները կստեղծեին հսկայական քամիներ, որոնք կտեղափոխեին ջերմությունը, բայց նաև կստեղծեին ծայրահեղ եղանակային պայմաններ։ 24 ժամ օրը հենց ճիշտ է։ Ոչ շատ կարճ, ոչ շատ երկար։ Բայց Լուսինը նաև հեռանում է Երկրից։ Յուրաքանչյուր տարի Լուսինը հեռանում է մոտ 3 ստորակետ 8 սանտիմետր։ Սա տեղի է ունենում, որովհետև ծովային ալիքները փոխանցում են անկյունային մոմենտ Լուսնին։ Երբ Լուսինը ձևավորվեց, նա գտնվում էր մոտ 20,000 կիլոմետր հեռավորության վրա Երկրից։ Այսօր նա գտնվում է 38400 կիլոմետր հեռավորության վրա։ 5 միլիարդ տարի հետո, եթե Երկիրը դեռ գոյություն ունենա, Լուսինը կլինի 50,000 կիլոմետր հեռավորության վրա։ Նրա կայունացնող ազդեցությունը կթուլանա։ Երկրի առանցքը կսկսի տատանվել ավելի շատ, կլիման կդառնա ավելի անկայուն։ Բայց մինչ այդ մենք ունենք կայուն կլիմա, և այս կայունությունը թույլ տվեց կյանքին էվոլյուցիա անել, հարմարվել, բազմազանանալ։ Առանց Լուսնի Երկիրը կլիներ շատ այլ տեղ, կլիման կլիներ խաոտիկ, կյանքը եթե հանդես գար, կմնար պարզ։
Բարդ կյանքը, բազմաբջիջ օրգանիզմները, կենդանիները, բույսերը, սնկերը եւ վերջապես մարդիկը երբեք չէին էվոլյուցիա անի։ Եվ հիմա եկեք վերադառնանք հավանականությանը։ Մենք արդեն հաշվարկեցինք 1, 10, 24-րդ աստիճանի, բայց սա միայն հավանականությունն է, որ մոլորակը կունենա ճիշտ ֆիզիկական պայմանները, ինչ վերաբերում է կյանքի ծագմանը, ինչ վերաբերում է բարդ կյանքի էվոլյուցիային, ինչ վերաբերում է բանականության հայտնվելուն։ Կյանքի ծագումը դեռ խորհուրդ է։ Մենք գիտենք, որ կյանքը հայտնվեց երկրի վրա մոտ 3 ստորակետ 8 միլիարդ տարի առաջ։ Բայց մենք չգիտենք ինչպես։ Կան տարբեր հիպոթեզներ։ Պրիմորդիալ ապակի հիպոթեզը։ Կյանքը ծագեց ջերմ, քիմիապես հարուստ ջրի լողավազանում։ Խորը ծովային օդանցքների հիպոթեզը։ Կյանքը ծագեց հիդրոթերմալ օդանցքների մոտ ծովի հատակում։ Պանսպերմիայի հիպոթեզը։ Կյանքը եկավ տիեզերքից, կոմետների կամ աստերոիդների վրա։ Ռենաթե աշխարհի հիպոթեզը։ Առաջին կյանքը հիմնված էր ռենաթեի վրա, ոչ դենաթեի, բայց անկախ նրանից, թե որ հիպոթեզն է ճիշտ, կյանքի ծագումը պահանջեց որոշակի պայմաններ։ Հեղուկ ջուր, օրգանական մոլեկուլներ, ամինաթթուներ, նուկլեոտիդներ, շաքարներ, ճարպաթթուներ, էներգիայի աղբյուր, արևի լույս, քիմիական ռեակցիաներ, հիդրոթերմալ օդանցքներ, պաշտպանություն, ուլտրամանուշակագույն ճառագայթումից, կայուն միջավայր, ժամանակ։ Երկիրը ունեցավ այս բոլոր պայմանները, բայց ինչքան հաճախ այս պայմանները համադրվում են, մենք չգիտենք։ Կյանքը կարող է լինել շատ հազվագյուտ կամ կարող է լինել համեմատաբար տարածված, բայց նույնիսկ եթե կյանքը տարածված է, բարդ կյանքը կարող է լինել հազվագյուտ։ Երկրի վրա կյանքը մնաց միաբջիջ 3 միլիարդ տարի։ Սա ցույց է տալիս, որ անցումը միաբջիջից բազմաբջիջ դժվար է։ Սա պահանջում է էնդոդոսիմբիոզ, երբ մի բջիջը կլանում է մեկ այլ բջիջը եւ նրանք սկսում են համագործակցել։ Միտոքոնդրիաները, էներգիայի կայաններ բջջում, ծագել են անկախ բակտերիաներից, որոնք կլանվեցին մեկ այլ բջջի կողմից։ Քլորոպլաստները, ֆոտոսինթեզող օրգանելներ բույսերում, նույնպես ծագել են անկախ բակտերիաներից։ Այս էնդոսիմբիոտիկ իրադարձությունները հազվագյուտ են։ Նրանք տեղի ունեցան միայն մի քանի անգամ երկրի պատմության ընթացքում։ Եվ նույնիսկ երբ բազմաբջիջ կյանքը հայտնվեց, բանականության էվոլյուցիան պահանջեց ևս 100 միլիոնավոր տարիներ։ Նյարդային համակարգերը, ուղեղները, զգայարանները, վարքագիծը, այս բոլորը էվոլյուցիա անեցին աստիճանաբար։ Եվ վերջապես, միայն 200,000 տարի առաջ Homo sapiens-ը հայտնվեց Աֆրիկայում։ Մարդիկ, որոնք կարող էին մտածել վերացական, ստեղծել լեզու, պատմել պատմություններ, կառուցել գործիքներ, ստեղծել արվեստ, զարգացնել գիտություն։ Բանականության էվոլյուցիան պահանջեց ոչ միայն մեծ ուղեղ, այլև սոցիալական կառուցվածք, լեզու, մշակույթ։ Շատ կենդանիներ ունեն մեծ ուղեղներ՝ փղերը, դելֆինները, կաղամարները, բայց միայն մարդիկը զարգացրին բարդ լեզու եւ կուտակային մշակույթ։ Ինչու՞։ Պատասխանը դեռ բանավեճի առարկա է, բայց պարզ է, որ բանականության էվոլյուցիան պահանջեց բազմաթիվ գործոնների համադրություն, եւ այս համադրությունը նկարող է լինել շատ հազվագյուտ։ Այսպիսով, երբ մենք հաշվարկում ենք հավանականությունը ոչ միայն բնակելի մոլորակի, այլև բանական կյանքի, թիվը դառնում է դեռ ավելի փոքր։ 1, 10-24-րդ աստիճանի բազմապատկած անհայտ գործակներով կյանքի ծագման, բարդ կյանքի էվոլյուցիայի եւ բանականության հայտնվելու համար։ Վերջնական թիվը կարող է լինել 1, 10-30-րդ աստիճանի կամ ավելի բարձր։ 1, 10-30-րդ աստիճանի։ Սա թիվ է 1 եւ 30 0։ Որպեսզի հասկանաք այս թիվը, պատկերացրեք, որ յուրաքանչյուր ատոմ դիտելի տիեզերքում ներկայացնում է 1 մոլորակ։ Գնահատվում է, որ դիտելի տիեզերքում կա մոտ 10-80-րդ աստիճանի ատոմ։ Բայց մեր թիվը 10-30-րդ աստիճանի է։ Սա նշանակում է, որ եթե յուրաքանչյուր ատոմ ներկայացներ 1 միլիարդ մոլորակ, դուք դեռ չէիք ունենա բավարար մոլորակներ գտնելու մեկ այլ քաղաքակրթություն։ Մենք կարող ենք լինել միակները։ Ոչ միայն մեր գալակտիկայում, ոչ միայն մեր գալակտիկաների խմբում, այլ ամբողջ դիտելի տիեզերքում։ 100 միլիարդ գալակտիկաներ, յուրաքանչյուրը պարունակելով 100 միլիարդ աստղեր, եւ մենք կարող ենք լինել միակ քաղաքակրթությունը, որը նայում է դեպի աստղերը եւ հարցնում. արդյոք մենք միայնակ ենք։ Բայց եկեք դադարենք մի վայրկյան եւ հարցնենք,
Ինչ է իրականում նշանակում այս թիվը։ 1. 10/30 աստիճանի։ Երբ գիտնականը գրում է այսպիսի թիվ, երբ մաթեմատիկոսը հաշվարկում է այսպիսի հավանականություն, մենք հակված ենք մտածելու, որ սա պարզապես վիճակագրություն է։ Սառը, անկախ, օբյեկտիվ։ Բայց այս թիվը պատմում է պատմություն, որը շատ ավելի խորն է, քան ցանկացած վիճակագրություն։ Սա պատմությունն է այն մասին, թե ինչ է նշանակում գոյություն ունենալ։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք լոտոյի խաղի մեքենայի առջև, բայց սա սովորական լոտո չէ, սա տիեզերական լոտո է։ Յուրաքանչյուր գնդիկ ներկայացնում է մի պայման՝ ճիշտ տիպի աստղ, ճիշտ հեռավորություն, շրջանաձև օրբիտա, Յուպիտեր պաշտպան, լուսին կայունացուցիչ, մագնիսական դաշտ, տեկտոնիկ սալեր, ճիշտ քանակությամբ ջուր, թթվածնային մթնոլորտ, օզոնային շերտ, գալակտիկական բնակելի գոտի, ճիշտ ժամանակ, կյանքի ծագում, բազմաբջիջ էվոլյուցիա, բանականության հայտնվելը, 15 գնդիկ։ Եվ դուք պետք է ընտրեք բոլոր 15-ը ճիշտ, ոչ թե 14-ը, ոչ թե 13-ը, բոլոր 15-ը։ Եվ յուրաքանչյուր գնդիկի ընտրության հավանականությունը տատանվում է 1/10-ից մինչև 1/100։ Երբ դուք բազմապատկում եք այս հավանականությունները, դուք ստանում եք 1/10/30 աստիճանի։ Սա նշանակում է, որ եթե դուք խաղաք այս լոտոն 10/30 աստիճանի անգամ, 9-րդ աստիճանի անգամ, դուք հավանաբար կհաղթեք մեկ անգամ։ Բայց տիեզերքում չկա 10/30 աստիճանի մոլորակ։ Կա միայն մոտ 10/20 աստիճանի մոլորակ, եթե հաշվենք բոլոր աստղերը բոլոր գալակտիկաներում և ենթադրենք, որ յուրաքանչյուր աստղ ունի միջինում 1 մոլորակ։ 10/20 աստիճանի մոլորակ, բայց 1/10/30 աստիճանի հավանականությունություն։ Սա նշանակում է, որ վիճակագրորեն դիտելի տիեզերքում պետք է լինի 0 ստորակետ 0,00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 0,0
Մենք ենք այն անհավանական բացառությունը։ Բայց սպասեք, եթե հավանականությունը այսքան ցածր է, ինչպես մենք այստեղ ենք։ Սա կոչվում է անթրոպիկ սկզբունք։ Մենք դիտում ենք տիեզերք, որը թույլ է տալիս մեր գոյությունը, որովհետև եթե տիեզերքը այլ լիներ, մենք չէինք լինի այստեղ, դիտելու այն։ Սա կարծես տավտոլոգիա է, շրջանաձև տրամաբանություն, բայց սա նաև խորը ճշմարտություն է։ Մենք չենք կարող դիտել տիեզերք, որտեղ մենք չենք գոյություն ունենում։ Հետևաբար, անկախ նրանից, թե որքան ցածր է հավանականությունը, եթե մենք գոյություն ունենք, մենք անպայման կլինենք տիեզերքում, որը թույլ է տալիս մեր գոյությունը։ Բայց անթրոպիկ սկզբունքը ունի երկու տարբերակ։ Թույլ անթրոպիկ սկզբունքը ասում է, մենք դիտում ենք այն պայմանները, որոնք համատեղելի են մեր գոյության հետ։ Սա պարզապես դիտարկում է փաստը։ Ուժեղ անթրոպիկ սկզբունքը ասում է, տիեզերքը պետք է ունենա այնպիսի հատկություններ, որոնք թույլ են տալիս կյանքի և գիտակցության հայտնվելը։ Սա ենթադրում է, որ տիեզերքը որոշ իմաստով նախատեսված է կյանքի համար։ Ուժեղ անթրոպիկ սկզբունքը հանգեցնում է խորը փիլիսոփայական հարցերի։ Արդյոք տիեզերքը նախագծված է։ Արդյոք կա նպատակ։ Արդյոք մենք պատահական ենք, թե անխուսափելի։ Գիտությունը չի կարող պատասխանել այս հարցերին, որովհետև դրանք գտնվում են գիտության սահմաններից դուրս։ Բայց թվերը, այդ սառը, անկախ թվերը, ստիպում են մեզ հարցնել։ Եկեք մտածենք այլ կերպ։ Պատկերացրեք, որ տիեզերքը ոչ թե մեկ է, այլ անվերջ շատ։ Սա բազմատիեզերքի հիպոթեզն է։ Յուրաքանչյուր տիեզերք ունի տարբեր ֆիզիկական հաստատուններ, տարբեր օրենքներ, տարբեր պայմաններ։ Մեծ մասամբ այս տիեզերքներում կյանքը անհնար է։ Բայց եթե կան անվերջ շատ տիեզերքներ, ապա անխուսափելիորեն կլինեն մի քանիսը, որտեղ պայմանները հենց ճիշտ են։ Եվ մենք անխուսափելիորեն կգտնվենք այդ հազվագյուտ տիեզերքներից մեկում, որովհետև միայն այնտեղ մենք կարող ենք գոյություն ունենալ։ Բազմատիեզերքի հիպոթեզը լուծում է անթրոպիկ խնդիրը։ Հավանականությունը ցածր է մեկ տիեզերքում, բայց եթե կան անվերջ շատ տիեզերքներ, ապա մեր գոյությունը դառնում է վիճակագրորեն անխուսափելի։ Բայց բազմատիեզերքի հիպոթեզը նաև անստուգելի է։ Մենք չենք կարող դիտել այլ տիեզերքներ։ Մենք չենք կարող փորձարկել այս հիպոթեզը։ Սա մնում է փիլիսոփայական սպուլյացիա,
որքան էլ մաթեմատիկորեն հետաքրքիր լինի։ Բայց եկեք վերադառնանք մեր տիեզերքին, մեր գալակտիկային, մեր արեգակային համակարգին, մեր երկրին։ Եկեք խոսենք ոչ թե հավանականությունների, այլ իրականության մասին։ Մենք այստեղ ենք, սա փաստ է, եւ այս փաստը ունի հետևանքներ։ Առաջին հետևանքը՝ մենք կարող ենք լինել միակները։ Եթե հավանականությունը իսկապես 1, 10, 30-րդ աստիճանի է, եթե պայմանների համադրությունը իսկապես այսքան հազվագյուտ է, ապա վիճակագրորեն մենք պետք է լինենք միակ բանական քաղաքակրթությունը դիտելի տիեզերքում։ Ոչ միայն մեր գալակտիկայում, ոչ միայն մեր գալակտիկաների խմբում, այլ ամբողջ դիտելի տիեզերքում, 97 միլիարդ լուսատարի տրամագծով ոլորտում, որը պարունակում է 2 տրիլիոն գալակտիկաներ։ Պատկերացրեք այս միայնությունը՝ 100 միլիարդ աստղեր, եւ մենք միակ աչքերն ենք, որոնք նայում են նրանց։ Անվերջ տիեզերք, եւ մենք միակ միտքն ենք, որը մտածում է նրա մասին։ Սա միաժամանակ ահավոր եւ հրաշալի է։ Ահավոր, որովհետև մենք իսկապես միայնակ ենք այս անհսկելի մթության մեջ։ Հրաշալի, որովհետև մենք այս փոքրիկ տեսակը փոքրիկ մոլորակի վրա ներկայացնում ենք տիեզերքի ինքնագիտակցությունը։ Մենք ենք միջոցը, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Բայց երկրորդ հետևանքը ավելի անհանգստացնող է։ Եթե մենք միակներն ենք, եթե բանական կյանքը այսքան հազվագյուտ է, ապա մենք ունենք պատասխանատվություն։ Մենք չենք կարող թույլ տալ մեր անհետացումը, մենք չենք կարող թույլ տալ, որ այս անհավանական հրաշքը, որը տևեց 3.8 միլիարդ տարի ստեղծվելու համար, վերանա մի քանի 100 տարում մեր սեփական անխոհեմության պատճառով։ Եվ այստեղ մենք հանդիպում ենք մեր ժամանակի ամենամեծ պարադոքսին։ Մենք, տեսակ, որը զարգացրեց գիտակցություն, լեզու, գիտություն, տեխնոլոգիա, այժմ ունենք ունակություն ոչնչացնելու մեզ։ Միջուկային զենքեր, կլիմայական փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ, արհեստական բանականություն, յուրաքանչյուրը կարող է հանգեցնել մեր վերջին։ Մենք ապրում ենք կրիտիկական պահին մեր պատմության մեջ, պահ, երբ մենք բավականաչափ հզոր ենք ոչնչացնելու մեզ, բայց դեռ բավականաչափ իմաստուն չենք խուսափելու դրանից։ Սա կարող է բացատրել Ֆերմիի պարադոքսը։ 1950 թվականին ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին հարցրեց. որտեղ են բոլորը։ Եթե տիեզերքը այսքան մեծ է, եթե աստղերը այսքան շատ են, ինչու մենք չենք տեսնում արտաքին քաղաքակրթությունների ապացույցներ։ Ինչու չկան ռադիոազդանշաններ, ինչու չկան Դայսոնի ոլորտներ, հսկայական կառուցվածքներ, որոնք շրջապատում են աստղերը եւ հավաքում նրանց էներգիան։ Ինչու չկան միջաստղային տիեզերանավեր, ինչու տիեզերքը լուռ է։ Կան բազմաթիվ պատասխաններ Ֆերմիի պարադոքսին։ Հազվագյուտ երկրի հիպոթեզը մեկն է։ Կյանքը, հատկապես բանական կյանքը, այսքան հազվագյուտ է, որ մենք միակներն ենք։ Բայց կա մեկ այլ պատասխան, որը ավելի մութ է։ Մեծ ֆիլտրի հիպոթեզը։ Մեծ ֆիլտրի հիպոթեզը ասում է, որ կա մի փուլ քաղաքակրթության զարգացման մեջ, որը գրեթե անհնար է անցնել։ Ֆիլտր, որը կանխում է քաղաքակրթությունների դառնալը միջաստղային։ Սա կարող է լինել կյանքի ծագումը, կամ բազմաբջիջ էվոլյուցիան, կամ բանականության հայտնվելը, կամ տեխնոլոգիական քաղաքակրթության զարգացումը, կամ, եւ սա ամենավախենալին է, ինքնաոչնչացումը։ Եթե մեծ ֆիլտրը մեր ետևում է, եթե մենք արդեն անցել ենք այն դժվարագույն փուլերը, ապա մենք ունենք լավ հնարավորություններ դառնալու միջաստղային քաղաքակրթություն։ Բայց եթե մեծ ֆիլտրը մեր առջևում է, եթե ամենադժվարը դեռ գալիս է, ապա մեր ապագան մութ է։ Եվ Ֆերմիի պարադոքսը, տիեզերքի լռությունը, կարող է լինել նախազգուշացում։ Կարող է լինել, որ բոլոր քաղաքակրթությունները հասնում են մեր մակարդակին, հետո ինքնաոչնչանում են։ Կարող է լինել, որ տեխնոլոգիան անխուսափելիորեն հանգեցնում է ինքնաոչնչացման։ Բայց կա նաև երրորդ հնարավորություն։ Կարող է լինել, որ մենք սխալ ենք փնտրում։ Կարող է լինել, որ արտաքին քաղաքակրթությունները գոյություն ունեն, բայց նրանք այնքան տարբեր են մեզանից, որ մենք չենք ճանաչում նրանց ազդանշանները։ Կարող է լինել, որ նրանք օգտագործում են հաղորդակցության մեթոդներ, որոնք մենք դեռ չենք հայտնաբերել։ Կարող է լինել, որ նրանք դիտավորյալ լուռ են, թաքնվում են, սպասում են։ Կամ կարող է լինել, որ տիեզերքը պարզապես շատ մեծ է։ Լույսի արագությունը 300,000 կմ/վ վերջնական է։ Ամենամոտ աստղը, Պրոքսիմա Կենտավրի, գտնվում է 4 ստորակետ 2 լուսատարի հեռավորության վրա։
Ազդանշան, որը ուղարկվում է այսօր, կհասնի այնտեղ 4 ստորակետ 2 տարի հետո։ Պատասխանը կվերադառնա ևս 4 ստորակետ 2 տարի հետո։ 8 ստորակետ 4 տարի 1 հաղորդակցության համար։ Եվ սա ամենամոտ աստղն է։ Մեծ մասամբ աստղերը հազարավոր, տասնյակ հազարավոր լուսատարիների հեռավորության վրա են։ Տիեզերքը ոչ միայն մեծ է տարածությամբ, այլև ժամանակով։ Մեր քաղաքակրթությունը գոյություն ունի միայն մի քանի հազար տարի։ Մենք ունենք ռադիոդոտեխնոլոգիա միայն 100 տարի։ Եթե մեկ այլ քաղաքակրթություն գոյություն ունեցավ 1000 լուսատարի հեռավորության վրա, բայց 2000 տարի առաջ, մենք երբեք չէինք իմանա նրանց մասին։ Նրանց ազդանշանները դեռ չեն հասել մեզ, կամ եթե նրանք գոյություն ունեն այսօր, բայց 1000 լուսատարի հեռավորության վրա, մենք չենք տեսնի նրանց ազդանշանները 1000 տարի։ Այսպիսով, Ֆերմիի պարադոքսը կարող է լինել պարզապես տարածության և ժամանակի խնդիր։ Քաղաքակրթությունները կարող են գոյություն ունենալ, բայց նրանք այնքան հեռու են տարածությամբ և ժամանակով, որ մենք երբեք չենք հանդիպի նրանց։ Տիեզերքը կարող է լինել լի կյանքով, բայց այդ կյանքը մեկուսացված է անհսկելի հեռավորություններով։ Բայց եկեք վերադառնանք երկրին։ Եկեք վերադառնանք այն փաստին, որ մենք այստեղ ենք, անկախ նրանից, թե արդյոք կան ուրիշներ։ Եկեք խոսենք ոչ թե հավանականությունների, այլ պատասխանատվության մասին։ Մենք ապրում ենք մոլորակի վրա, որը 10,000 պայմաններից միայն մեկը թույլ տվեց մեզ գոյություն ունենալ։ Յուրաքանչյուր այդ պայմաններից, ճիշտ տիպի աստղից մինչև լուսնի կայունացնող ազդեցությունը անհրաժեշտ էր։ Հեռացրեք մեկը, և մենք չենք լինի այստեղ։ Սա ոչ թե պարզապես գիտական փաստ է, սա հրավեր է խորը երախտագիտության։ Երախտագիտություն ում։ Եթե դուք կրոնական եք, դուք կարող եք ասել Աստծուն։ Եթե դուք աթեիստ եք, դուք կարող եք ասել տիեզերքին, բնությանը, պատահականությանը։ Բայց անկախ ձեր համոզմունքներից, փաստը մնում է, մենք անհավանական բախտավորներ ենք։ Մենք շահել ենք տիեզերական լոտոն։ Եվ այս բախտը պարտավորեցնում է, մենք պարտավոր ենք պահպանել այս մոլորակը, ոչ թե որովհետև այն մեզ պատկանում է, այլ որովհետև մենք պատկանում ենք նրան։ Մենք արտադրանք ենք 3.8 միլիարդ տարիների էվոլյուցիայի։ Մենք կապված ենք յուրաքանչյուր այլ կենդանի էակի հետ այս մոլորակի վրա։ Մենք բաժանում ենք նույն դնեթն, նույն քիմիան, նույն պատմությունը։ Բակտերիան, որը ապրում է ձեր աղիքներում, ձեր հեռավոր ազգական է։ Ծառը, որը աճում է ձեր բակում, ձեր հեռավոր ազգական է։ Կետը, որը թռչում է երկնքում, ձեր հեռավոր ազգական է։ Բայց մենք նաև պարտավոր ենք պահպանել մեզ, ոչ թե անհատապես, այլ որպես տեսակ։ Մենք պարտավոր ենք ապահովել, որ մարդկությունը վերապրի։ Ոչ թե միայն 100 տարի, այլ միլիոն տարի, միլիարդ տարի։ Մենք պարտավոր ենք դառնալ միջաստղային տեսակ։ Մենք պարտավոր ենք տարածել կյանքը այլ մոլորակների վրա, այլ արևային համակարգերում, այլ գալակտիկաներում։ Սա կարող է թվալ գերհպարտություն։ Ո՞վ ենք մենք, մտածելու, որ մենք կարող ենք գաղթել աստղերին։ Բայց եթե մենք չանենք դա, եթե մենք մնանք միայն երկրի վրա, մենք վերջապես կանհետանանք։ Արեգակը դանդաղորեն պայծառանում է։ 1 միլիարդ տարի հետո երկիրը կլինի շատ տաք կյանքի համար։ 5 միլիարդ տարի հետո արեգակը կդառնա կարմիր հսկա և կկլանի երկիրը։ Եթե մարդկությունը դեռ գոյություն ունենա այդ ժամանակ, մենք պետք է լինենք այլ տեղ։ Բայց մինչև այդ, մենք ունենք ավելի անմիջական սպառնալիքներ՝ աստերոիդային հարված, սուպերվուլկանի պայթյուն, միջուկային պատերազմ, կլիմայական փոփոխություն, համաճարակ, արհեստական բանականության անվերահսկելի զարգացում։ Յուրաքանչյուրը կարող է վերջ դնել մարդկությանը։ Եվ եթե մարդկությունը վերջանում է, եթե մենք անհետանում ենք, ապա տիեզերքը կորցնում է իր միակ հայտնի գիտակցությունը։ Տիեզերքը կդառնա կրկին անգիտակից, անմիտ, պարզապես մասնիկների և դաշտերի հավաքածու։ Սա ոչ թե դրամատիզացիա է, սա իրականություն է։ Մենք ապրում ենք կրիտիկական պահին։ Պահ, երբ մարդկությունը բավականաչափ հզոր է ազդելու մոլորակային մասշտաբով, բայց դեռ բավականաչափ իմաստուն չէ, անելու դա պատասխանատվությամբ։ Հաջորդ մի քանի 100 տարիները որոշելու են մեր ճակատագիրը։ Մենք կվերապրենք և կծաղկենք, կամ կանհետանանք և կմոռացվենք։ Բայց կա նաև հույս։ Մենք առաջին անգամ մեր պատմության մեջ հասկանում ենք մեր տեղը տիեզերքում։ Մենք հասկանում ենք, թե որքան հազվագյուտ ենք, որքան արժեքավոր, որքան խոցելի։ Եվ այս հասկացողությունը կարող է փրկել մեզ։
Եթե մենք իմանանք, որ Երկիրը միակ բնակելի մոլորակն է տրիլիոնների մեջ, եթե մենք իմանանք, որ մարդկությունը միակ բանական տեսակն է տիեզերքում, ապա կարող է մենք վերջապես կդադարենք կռվել միմյանց հետ և կսկսենք համագործակցել։ Պատկերացրեք աշխարհ, որտեղ բոլոր ազգերը, բոլոր կրոնները, բոլոր մշակույթները ճանաչում են, որ մենք բոլորս նույն տեսակի անդամներն ենք, նույն մոլորակի բնակիչները, նույն տիեզերական հրաշքի մասնակիցները։ Պատկերացրեք աշխարհ, որտեղ մենք ծախսում ենք մեր ռեսուրսները ոչ թե պատերազմների վրա, այլ գիտության, կրթության, տեխնոլոգիայի, արվեստի վրա։ Պատկերացրեք աշխարհ, որտեղ մենք պաշտպանում ենք մեր մոլորակը, պահպանում ենք նրա կենսաբազմազանությունը, կարգավորում ենք մեր կլիման։ Սա ոչ թե ուտոպիա է, սա անհրաժեշտություն է։ Եթե մենք ուզում ենք վերապրել, եթե մենք ուզում ենք ապահովել, որ այս անհավանական հրաշքը, կյանքը, գիտակցությունը, մշակույթը շարունակվի, մենք պետք է փոխվենք։ Մենք պետք է աճենք։ Մենք պետք է դառնանք այն, ինչ միշտ էլ կարող էինք լինել՝ տիեզերքի խնամակալները, կյանքի պաշտպանները, գիտակցության կրողները։ Եվ եթե մենք դա անենք, եթե մենք վերապրենք հաջորդ մի քանի 100 տարիները, եթե մենք դառնանք միջաստղային տեսակ, ապա մենք կունենանք հնարավորություն անել ինչ-որ բան իսկապես արտակարգ։ Մենք կարող ենք փնտրել այլ կյանք։ Մենք կարող ենք ուղարկել տիեզերանավեր դեպի այլ աստղեր, այլ մոլորակներ։ Մենք կարող ենք լսել ռադիոազդանշաններ այլ քաղաքակրթություններից։ Մենք կարող ենք վերջապես պատասխանել Ֆերմիի հարցին. որտեղ են բոլորը։ Կարող է մենք կգտնենք, որ մենք իսկապես միակներն ենք։ Կարող է մենք կգտնենք, որ կյանքը այսքան հազվագյուտ է, որ մենք միակ օազն ենք անվերջ անապատում։ Եթե այդպես է, ապա մեր պատասխանատվությունը դեռ ավելի մեծ է։ Մենք պետք է տարածենք կյանքը։ Մենք պետք է տերաֆորմացնենք մոլորակներ, ստեղծենք նոր էկոհամակարգեր, սերմանենք կյանքը ամբողջ գալակտիկայում։ Մենք պետք է դառնանք այն, ինչ կյանքը միշտ էլ եղել է՝ ինքնատարածվող, ինքնակազմակերպվող, ինքնաբարդացող գործընթաց։ Կամ կարող է մենք կգտնենք, որ մենք միակներն չենք։ Կարող է մենք կգտնենք ազդանշաններ այլ քաղաքակրթություններից։ Կարող է մենք կհաստատենք կապ։ Եվ այդ օրը, երբ մենք ստանանք առաջին հաղորդագրությունը արտաքին բանականությունից, կլինի ամենակարևոր օրը մարդկության պատմության մեջ։ Սա կփոխի ամեն ինչ։ Մեր ինքնընկալումը, մեր փիլիսոփայությունը, մեր կրոնը, մեր գիտությունը, թյունը։ Մենք կիմանանք, որ մենք միայնակ չենք։ Մենք կիմանանք, որ կյանքը, բանականությունը, գիտակցությունը ոչ թե պատահական են, այլ տիեզերքի հիմնարար հատկությունները։ Բայց մինչև այդ օրը մենք պետք է ենթադրենք, որ մենք միակներն ենք։ Մենք պետք է գործենք այնպես, կարծես մեր գոյությունը կախված է մեր ընտրություններից, որովհետև այն կախված է։ Յուրաքանչյուր որոշում, որը մենք կայացնում ենք որպես տեսակ, արդյոք պաշտպանել մեր մթնոլորտը, արդյոք պահպանել մեր կենսաբազմազանությունը, արդյոք խուսափել միջուկային պատերազմից, որոշում է մեր ապագան։ Եվ մեր ապագան ոչ միայն մեր ապագան է։ Եթե մենք իսկապես միակներն ենք, եթե մենք միակ գիտակցությունն ենք տիեզերքում, ապա մեր ապագան տիեզերքի ապագան է։ Եթե մենք անհետանանք, տիեզերքը կորցնում է իր միակ հայտնի միջոցը ինքնագիտակցության համար։ Եթե մենք վերապրենք և ծաղկենք, տիեզերքը շարունակում է արթնանալ, ճանաչել ինքն իրեն, հասկանալ ինքն իրեն։ Սա մեր պատասխանատվությունն է։ Ոչ թե պարտականություն, որը մեզ վրա դրված է արտաքին ուժի կողմից, այլ պարտականություն, որը բխում է մեր բնույթից։ Մենք գիտակից էակներ ենք։ Մենք կարող ենք մտածել, զգալ, ստեղծել, սիրել։ Եվ այս ունակությունները պարտավորեցնում են։ Նրանք պարտավորեցնում են մեզ պաշտպանել այն, ինչ թույլ տվեց մեր գոյությունը, այս հազվագյուտ, թանկարժեք, անփոխարինելի մոլորակը, որը մենք կոչում ենք տուն։ Երկիրը ոչ թե պարզապես ապար և ջուր է։ Երկիրը կենդանի համակարգ է, որը ինքնակարգավորվում է, ինքնապահպանվում է, ինքնաբարդանում է։ Երկիրը Գայա է, կենդանի մոլորակ, որտեղ կյանքը և անկենդան բնությունը փոխազդում են, ստեղծելով պայմաններ կյանքի համար։ Եվ մենք, մարդիկ, այժմ դարձել ենք մաս այդ համակարգից։ Մենք այլևս պարզապես ուսումնասիրողներ չենք, մենք մասնակիցներ ենք։ Մենք ազդում ենք մոլորակային մասշտաբով, և հետևաբար մենք պատասխանատու ենք։ Սա նոր դարաշրջան է մարդկության պատմության մեջ։ Անթրոպոցեն, մարդու դարաշրջան, երբ մարդկայի գործունեությունը դարձել է գլխավոր ուժը, որը ձևավորում է երկրի երկրաբանությունը և էկոհամակարգերը։ Մենք փոխում ենք մթնոլորտը, ծովերը, ցամաքը։ Մենք ազդում ենք կլիմայի վրա,
կենսաբազմազանության վրա, երկրաբանական ցիկլերի վրա։ Մենք դարձել ենք երկրաբանական ուժ։ Բայց այս ուժի հետ գալիս է պատասխանատվություն։ Մենք չենք կարող շարունակել գործել այնպես, կարծես մեր գործողությունները հետևանքներ չունեն։ Մենք չենք կարող շարունակել սպառել ռեսուրսները, աղտոտել մթնոլորտը, ոչնչացնել տեսակները, կարծելով, որ երկիրը անսահման կտանի։ Երկիրը ունի սահմաններ, եւ մենք մոտենում ենք այդ սահմաններին։ Բայց կա նաև հույս։ Մենք առաջին անգամ մեր պատմության մեջ հասկանում ենք խնդիրը։ Մենք ունենք գիտությունը, չափելու մեր ազդեցությունը։ Մենք ունենք տեխնոլոգիան, նվազեցնելու այն։ Մենք ունենք իմաստությունը, գիտակցելու, որ մենք պետք է փոխվենք։ Հարցը միայն այն է. արդյոք մենք կփոխվենք բավականաչափ արագ։ Հաջորդ 100 տարիները կլինեն որոշիչ։ Մենք կդադարեցնենք կլիմայական փոփոխությունը կամ կթույլ տանք, որ այն դառնա անվերահսկելի։ Մենք կպահպանենք կենսաբազմազանությունը կամ կդիտենք 6-րդ զանգվածային անհետացումը։ Մենք կստեղծենք կայուն էներգիայի համակարգեր կամ կսպառենք մեր վերջին հանածոները։ Մենք կսովորենք ապրել մեր մոլորակի սահմաններում կամ կանցնենք այդ սահմանները եւ կբախվենք հետևանքներին։ Բայց ես հավատում եմ, որ մենք կկարողանանք։ Ես հավատում եմ, որ մարդկությունը, երբ բախվում է գոյատևման սպառնալիքին, կարող է միավորվել, նորարարել, հարմարվել։ Մենք արել ենք դա անցյալում։ Մենք վերապրել ենք սառցադարաշրջաններ, երաշտներ, համաճարակներ, պատերազմներ։ Մենք միշտ գտել ենք ճանապարհ, եւ ես հավատում եմ, որ մենք կգտնենք ճանապարհ հիմա։ Բայց սա պահանջում է ավելին, քան տեխնոլոգիա։ Սա պահանջում է փոփոխություն մեր մտածելակերպում։ Մենք պետք է դադարենք մտածել կարճաժամկետ եւ սկսենք մտածել երկարաժամկետ։ Մենք պետք է դադարենք մտածել անհատապես եւ սկսենք մտածել կոլեկտիվորեն։ Մենք պետք է դադարենք մտածել մարդակենտրոն եւ սկսենք մտածել էկոցենտրիկ։ Մենք պետք է հասկանանք, որ մենք մաս ենք ավելի մեծ ամբողջության, երկրի էկոհամակարգի, կյանքի ցանցի, տիեզերքի էվոլյուցիայի։ Եվ երբ մենք հասկանանք դա, երբ մենք իսկապես ներքինացնենք այս ճշմարտությունը, մենք կփոխվենք։ Մենք կդադարենք տեսնել երկիրը որպես ռեսուրս շահագործելու համար եւ կսկսենք տեսնել նրան որպես տուն, պաշտպանելու համար։ Մենք կդադարենք տեսնել այլ տեսակները որպես մրցակիցներ կամ գործիքներ եւ կսկսենք տեսնել նրանց որպես ազգականներ եւ ընկերներ։ Մենք կդադարենք տեսնել ապագան որպես սպառնալիք եւ կսկսենք տեսնել նրան որպես հնարավորություն։ Սա էվոլյուցիա է։ Ոչ թե կենսաբանական էվոլյուցիա, որը տևում է միլիոնավոր տարիներ, այլ մշակութային էվոլյուցիա, որը կարող է տեղի ունենալ սերնդի ընթացքում։ Մենք կարող ենք փոխել մեր արժեքները, մեր համոզմունքները, մեր վարքագիծը։ Մենք կարող ենք սովորել, աճել, դառնալ ավելի իմաստուն։ Եվ եթե մենք դա անենք, եթե մենք էվոլյուցիա անենք մշակութային մակարդակով այնքան արագ, որքան անհրաժեշտ է, ապա մենք կկարողանանք վերապրել։ Եվ ավելին քան վերապրել, մենք կկարողանանք ծաղկել։ Մենք կկարողանանք ստեղծել քաղաքակրթություն, որը ոչ միայն կայուն է, այլև գեղեցիկ։ Քաղաքակրթություն, որը ապրում է ներդաշնակ իր մոլորակի հետ։ Քաղաքակրթություն, որը գնահատում է կյանքը բոլոր նրա ձևերով։ Քաղաքակրթություն, որը ստեղծում է արվեստ, գիտություն, փիլիսոփայություն, որոնք արտացոլում են մեր խորը կապը տիեզերքի հետ։ Եվ հետո, երբ մենք կայունացնենք մեր տունը, երբ մենք սովորենք ապրել երկրի վրա առանց ոչնչացնելու նրան, մենք կարող ենք նայել դեպի աստղերը։ Մենք կարող ենք սկսել պլանավորել մեր հաջորդ քայլերը։ Մարս, Եվրոպա, Տիտան, այլ արևային համակարգեր։ Մենք կարող ենք դառնալ միջաստղային տեսակ։ Ոչ թե որովհետև մենք պետք է փախչենք երկրից, այլ որովհետև մենք պետք է տարածենք կյանքը, որովհետև կյանքը, այս հազվագյուտ թանկարժեք երևույթը, չպետք է սահմանափակվի մեկ մոլորակով։ Սա մեր ճակատագիրն է, եթե մենք ընտրենք այն։ Դառնալ տիեզերքի խնամակալները, տարածել կյանքը եւ գիտակցությունը ամբողջ գալակտիկայում։ Վերածել մեռյալ մոլորակները կերը կենդանի աշխարհների, ստեղծել նոր էկոհամակարգեր, նոր տեսակներ, նոր ձևեր գեղեցկության եւ բարդության։ Դառնալ այն, ինչ կյանքը միշտ էլ եղել է, ստեղծագործ ուժ, որը վերածում է քաոսը կարգի, էներգիան, կազմակերպման, պարզությունը, բարդության։ Բայց այս ամենը սկսվում է այստեղ, հիմա, այս մոլորակի վրա։ Այս սկսվում է մեր ընտրություններով։
Յուրաքանչյուր մեզանից, յուրաքանչյուր օր կայացնում է ընտրություններ, որոնք ազդում են մեր ապագայի վրա։ Ինչ ենք մենք ուտում, ինչպես ենք մենք ճանապարհորդում, ինչ ենք մենք գնում, ինչպես ենք մենք ապրում։ Այս ընտրությունները կուտակվում են, նրանք ստեղծում են մշակույթ, և մշակույթը ստեղծում է ապագա։ Այսպիսով հարցը ոչ թե այն է, արդյոք մենք կփրկվենք արտաքին ուժի կողմից, հարցը այն է, արդյոք մենք կփրկենք մեզ։ Արդյոք մենք կընտրենք կյանքը, թե մահը։ Արդյոք մենք կընտրենք համագործակցությունը, թե կոնֆլիկտը։ Արդյոք մենք կընտրենք իմաստությունը, թե անմտությունը։ Արդյոք մենք կընտրենք լինել տիեզերքի խնամակալները, թե նրա ոչնչացնողները։ Ես հավատում եմ, որ մենք կընտրենք կյանքը։ Ես հավատում եմ, որ մենք կընտրենք իմաստությունը։ Ես հավատում եմ, որ մենք այս անհավանական տեսակը, այս անհավանական մոլորակի վրա կդառնանք այն, ինչ միշտ էլ կարող էինք լինել՝ տիեզերքի գիտակցությունը, կյանքի պաշտպանները, ապագայի ստեղծողները, որովհետև վերջապես սա այն է, ինչ նշանակում է լինել մարդ։ Ոչ թե պարզապես ապրել, այլ հասկանալ, որ մենք ապրում ենք։ Ոչ թե պարզապես գոյություն ունենալ, այլ հարցնել, ինչու մենք գոյություն ունենք։ Ոչ թե պարզապես վերապրել, այլ ստեղծել իմաստ, նպատակ, գեղեցկություն։ Մենք տիեզերքի միջոցն ենք ճանաչելու ինքն իրեն։ Եվ այդ ճանաչողությունը, այդ գիտակցությունը, այդ հրաշքը, որը մենք կոչում ենք մարդկություն, չպետք է կորչի։ Այն պետք է պահպանվի, պաշտպանվի, տարածվի։ Այն պետք է դառնա ոչ թե վերջը, այլ սկիզբը։ Սկիզբը նոր դարաշրջանի, երբ կյանքը և գիտակցությունը տարածվում են աստղերի միջև։ Երբ տիեզերքը, այս անհսկելի, հին, գեղեցիկ տիեզերքը վերջապես արթնանում է ամբողջությամբ։ Եվ մենք, մարդիկ, երկրի երեխաները, աստղերի փոշին, տիեզերքի գիտակցությունը կլինենք այնտեղ տեսնելու այն։ Բայց հիմա եկեք կանգ առնենք։ Եկեք դադարենք մի վայրկյան և իսկապես նայենք այն ամենին, ինչ մենք քննարկել ենք։ Ոչ թե որպես վերացական գիտական տվյալներ, այլ որպես ապրող իրականություն։ Այս պահին, երբ դուք լսում եք այս խոսքերը, դուք կանգնած եք մոլորակի վրա, որը պտտվում է 1670 կմ/ժ արագությամբ։ Այս մոլորակը պտտվում է աստղի շուրջ 107,000 կմ/ժ արագությամբ։ Այս աստղը շարժվում է գալակտիկայի միջով 700,000 կմ/ժ արագությամբ։ Եվ այս գալակտիկան ինքը շարժվում է տիեզերքի միջով 2 միլիոն կմ/ժ արագությամբ։ Դու մուգ շարժվում եք տիեզերական արագություններով։ Բայց դուք չեք զգում դա։ Դուք զգում եք միայն այս պահը, օդը ձեր թոքերում, սրտի բաբախյունը ձեր կրծքավանդակում, մտքերը ձեր գլխում։ Եվ սա, այս անմիջական, սուբյեկտիվ փորձառությունը գոյություն ունի միայն, որովհետև 10,000 անհավանական պայմաններ համադրվեցին հենց ճիշտ կերպով։ Իմացեք, ես հասկանում եմ, թե ինչ եք մտածում։ Այս ամենը հնչում է չափազանց լավ, որպեսզի լինի ճիշտ։ Այս ամենը հնչում է որպես տիեզերական հեքիաթ, որպես գիտական ֆանտաստիկա, որպես կրոնական պրոպագանդա, փաթաթված գիտության լեզվով։ Եվ դուք իրավունք ունեք լինել սկեպտիկ։ Սկեպտիցիզմը գիտության հիմքն է։ Մենք պետք է հարցնենք, կասկածենք, ստուգենք։ Այսպիսով, եկեք լինենք ամբողջովին ազնիվ։ Երբ Փիթեր Վորթը և Դոնալդ Բրաունլին հրատարակեցին «Հազվագյուտ երկիրը» 2002 թվականին, գիտական համայնքը բաժանվեց։ Մի մասը ասաց, վերջապես ինչ-որ մեկը ասում է ճշմարտությունը։ Մյուս մասը ասաց, սա չափազանց պեսիմիստական է, չափազանց սահմանափակ է։ Եվ այս բանավեճը շարունակվում է մինչ օրս, որովհետև ահա իրականությունը։ Մենք չգիտենք։ Մենք չգիտենք, թե որքան հաճախ է կյանքը ծագում։ Մենք չգիտենք, թե որքան դժվար է անցումը միաբջիջից բազմաբջիջ։ Մենք չգիտենք, թե որքան հազվագյուտ է բանականությունը։ Մենք ունենք մեկ օրինակ՝ երկիրը, մեկ տվյալ կետ։ Եվ մեկ տվյալ կետից դուք չեք կարող կառուցել վիճակագրական մոդել։ Երբ Վորթը և Բրաունլին հաշվարկեցին 1, 10, 24-րդ աստիճանի, նրանք կատարեցին ենթադրություններ, շատ ենթադրություններ։ Նրանք ենթադրեցին, որ յուրաքանչյուր պայման անկախ է։ Նրանք ենթադրեցին, որ հավանականությունները, որոնք նրանք օգտագործեցին, ճիշտ են։ Նրանք ենթադրեցին, որ կյանքը, ինչպես մենք ճանաչում ենք, միակ հնարավոր ձևն է։ Բայց ինչ, եթե այս ենթադրություններից որևէ մեկը սխալ է։ Ինչ, եթե կյանքը կարող է ծագել ավելի հեշտությամբ, քան մենք մտածում ենք։ Ինչ, եթե կան այլընտրանքային քիմիաներ, այլընտրանքային լուծիչներ, այլընտրանքային ճանապարհներ դեպի բարդություն։ Ինչ, եթե մենք մարդիկ
մեր ածխածնային, ջրային, թթվածնային կենսաբանությամբ պարզապես մեկ լուծում ենք անվերջ հնարավորությունների տիեզերքում։ Կամ ինչ, եթե հակառակը ճիշտ է։ Ինչ, եթե Ուորթը եւ Բրաունլին չափազանց օպտիմիստական էին։ Ինչ, եթե իրական հավանականությունը ոչ թե 1 10-24-րդ աստիճանի է, այլ 1 10-50-րդ աստիճանի։ Ինչ, եթե կան պայմաններ, որոնց մասին մենք դեռ չգիտենք, պայմաններ, որոնք դարձնում են կյանքը դեռ ավելի հազվագյուտ։ Սա գիտության գեղեցկությունն է եւ տանջանքը միաժամանակ։ Մենք պետք է լինենք ազնիվ մեր անգիտության մասին։ Մենք պետք է ասենք, մենք չգիտենք, բայց նաև մենք պետք է աշխատենք իմանալու համար։ Եվ մինչ մենք չգիտենք, մենք պետք է գործենք հիմնվելով լավագույն տեղեկատվության վրա, որը մենք ունենք։ Եվ լավագույն տեղեկատվությունը, որը մենք ունենք այսօր, ասում է, երկիրը արտակարգ է։ Կարող է ոչ թե եզակի, բայց անշուշտ արտակարգ։ Յուրաքանչյուր նոր արտամերկրային մոլորակ, որը մենք հայտնաբերում ենք, յուրաքանչյուր նոր տվյալ, որը մենք հավաքում ենք, հաստատում է դա։ Տաք Յուպիտերներ, որոնք պտտվում են իրենց աստղերի շատ մոտ։ Սուպեր երկիրներ անկայուն մթնոլորտներով, մոլորակներ էքսցենտրիկ օրբիտաներով, համակարգեր առանց Յուպիտերի նման պաշտպանի, համակարգեր առանց լուսնի նման կայունացուցչի։ Մենք փնտրել ենք հազարավոր մոլորակներ։ Մենք հայտնաբերել ենք 5586 հաստատված արտամերկրային մոլորակներ։ Եվ դեռ մենք չենք գտել երկրի իսկական երկվորյակ։ Մենք գտել ենք մոլորակներ բնակելի գոտում։ Մենք գտել ենք ապարային մոլորակներ, բայց մենք չենք գտել մոլորակ, որը ունի բոլոր պայմանները միաժամանակ՝ ճիշտ չափ, ճիշտ հեռավորություն, ճիշտ աստղ, ճիշտ օրբիտա, պաշտպան գազային հսկա, կայունացնող արբանյակ, մագնիսական դաշտ, տեկտոնիկ սալեր։ Իհարկե, մենք նայել ենք միայն մեր անմիջական տիեզերական հարևանությանը։ Մենք ուսումնասիրել ենք միայն փոքր մասը մեր գալակտիկայի։ Կարող է լինել, որ երկրի երկվորյակները կան, բայց նրանք այնքան հեռու են, որ մենք դեռ չենք կարող հայտնաբերել նրանց։ Կարող է լինել, որ հաջորդ տասնամյակում, երբ մեր հեռադիտակները դառնան ավելի հզոր, մենք կգտնենք նրանց։ Եվ այդ օրը կփոխի ամեն ինչ։ Բայց մինչև այդ օրը մենք պետք է ապրենք անորոշության հետ։ Մենք պետք է ընդունենք, որ մենք կարող ենք լինել հազվագյուտ, շատ հազվագյուտ, կամ նույնիսկ եզակի։ Եվ այս անորոշությունը, այս չգիտությունը պետք է ոչ թե անդամալուծի մեզ, այլ ոգեշնչի։ Որովհետև ահա ինչ, մենք գիտենք անվերապահորեն, մենք գոյություն ունենք։ Սա ոչ թե հիպոթեզ է, ոչ թե տեսություն, ոչ թե ենթադրություն, սա փաստ է, ամենահիմնարար փաստը։ Կոգիտո, երկհոսում։ Ես մտածում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ։ Եվ եթե ես գոյություն ունեմ, եթե դուք գոյություն ունեք, եթե մենք գոյություն ունենք, կունենք, ապա անկախ նրանից, թե որքան անհավանական էր մեր ծագումը, մենք այստեղ ենք։ Եվ լինելը այստեղ, գիտակցությամբ, բանականությամբ, ընտրության ազատությամբ ստեղծում է պարտականություն։ Ոչ թե կրոնական պարտականություն, ոչ թե բարոյական պարտականություն արտաքին աղբյուրից, այլ էգզիստենցիալ պարտականություն, որը բխում է մեր բնույթից։ Պատկերացրեք, որ դուք միակ մարդն եք, ով կարող է կարդալ։ Դուք գտնում եք գրադարան լի գրքերով։ Դուք ունեք պարտականություն կարդալ այդ գրքերը։ Ոչ ոք ձեզ չի ստիպում, բայց եթե դուք չկարդաք, ապա այդ գիտելիքը, այդ իմաստությունը, այդ գեղեցկությունը կմնա անընթեռնելի, անիմաստ։ Ձեր կարդալու ունակությունը ստեղծում է պատասխանատվություն։ Նույն կերպ, մենք, որպես միակ հայտնի գիտակից էակներ տիեզերքում, ունենք պատասխանատվություն։ Պատասխանատվություն ում։ Ոչ թե Աստծուն, ոչ թե տիեզերքին, այլ ինքներս մեզ։ Պատասխանատվություն պահպանելու այն պայմանները, որոնք թույլ տվեցին մեր գոյությունը։ Պատասխանատվություն հասկանալու, գնահատելու, պաշտպանելու այս անհավանական հրաշքը, որը մենք կոչում ենք կյանք։ Եվ այստեղ մենք հասնում ենք կուլմինացիային։ Ոչ թե պատմության, այլ հասկացողության։ Երկիրը հազվագյուտ է, կյանքը հազվագյուտ է, բանականությունը հազվագյուտ է, բայց հազվագյուտությունը չի նշանակում անարժեքություն։ Հակառակը, ադամանդը հազվագյուտ է և հենց դրա համար արժեքավոր։ Ոսկին հազվագյուտ է և հենց դրա համար թանկարժեք։ Կյանքը, գիտակցությունը, մարդկությունը անհամեմատ ավելի հազվագյուտ են, քան ցանկացած ադամանդ կամ ոսկի։ Եվ հետևաբար,
անհամեմատ ավելի արժեքավոր։ Բայց ի տարբերություն ադամանդի կամ ոսկու, մենք ոչ թե պարզապես հազվագյուտ օբյեկտներ ենք, մենք գործող սուբյեկտներ ենք։ Մենք կարող ենք ընտրել, մենք կարող ենք որոշել, մենք կարող ենք ստեղծել մեր ապագան։ Եվ այս ընտրությունը, այս որոշումը, այս ստեղծագործությունը, սա մեր մեծագույն պարտականությունն է և մեր մեծագույն արտոնությունը միաժամանակ։ 10,000 պայմաններ համադրվեցին, որպեսզի դուք կարողանաք կարդալ այս տողերը։ 10,000 տիեզերական պատահականություններ, որոնցից յուրաքանչյուրը կարող է լինել այլ կերպ։ Արեգակը կարող է լինել B տիպի աստղ, շատ տաք և կարճակյաց։ Երկիրը կարող է լինել 5% ավելի մոտ Արեգակին, վերածվելով երկրորդ Վեներայի։ Յուպիտերը կարող էր չձևավորվել, և աստերոիդները կոչնչացնեին կյանքը յուրաքանչյուր մի քանի միլիոն տարին մեկ։ Լուսինը կարող էր չգոյություն ունենալ, և երկրի առանցքը կտատանվեր խաոտիկ կերպով։ Մագնիսական դաշտը կարող էր չլինել, և արևային քամին կքայքայեր մթնոլորտը։ Բայց այս ամենը տեղի չունեցավ։ Փոխարենը ամեն ինչ ընկավ հենց ճիշտ տեղը։ Եվ հիմա 4 ստորակետ 6 միլիարդ տարի հետո դուք այստեղ եք։ Դուք շնչում եք թթվածին, որը արտադրվել է միլիարդավոր տարիների ֆոտոսինթեզի արդյունքում։ Դուք կանգնած եք ցամաքի վրա, որը ստեղծվել է միլիարդավոր տարիների տեկտոնիկ ակտիվության արդյունքում։ Դուք մտածում եք մտքերով, որոնք հնարավոր են միայն, որովհետև ձեր նախնիները վերապրեցին անհամար սպառնալիքներ սառցադարաշրջաններից մինչև աստերոիդային հարվածներ։ Դուք ժառանգորդն եք 3 ստորակետ 8 միլիարդ տարիների անընդհատ էվոլյուցիայի։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում ձևավորվել է աստղի միջուկում։ Յուրաքանչյուր մոլեկուլ ձեր բջիջներում մաս է կազմել անհամար այլ օրգանիզմների, բակտերիաներից մինչև դինոզավրեր։ Դուք կապված եք ամբողջ կյանքի պատմության հետ այս մոլորակի վրա։ Դուք կապված եք ամբողջ տիեզերքի պատմության հետ։ Եվ այս կապը ոչ թե վերացական է, սա ֆիզիկական, քիմիական, կենսաբանական իրականություն է։ Ածխածինը ձեր դնթում ձևավորվել է աստղի ներսում, որը պայթեց 5 միլիարդ տարի առաջ։ Կալցիումը ձեր ոսկորներում եկավ սուպերնովայից։ Երկաթը ձեր արյան մեջ ստեղծվել է տիեզերքի ամենաբռնկումային իրադարձություններից մեկում։ Դուք բառացիորեն կազմված եք աստղերի փոշուց, բայց դուք ավելին եք, քան փոշի։ Դուք գիտակցություն եք։ Դուք այն միջոցն եք, որով տիեզերքը ճանաչում է ինքն իրեն։ Երբ դուք նայում եք գիշերային երկինք և տեսնում աստղեր, դուք տեսնում եք ձեր ծագումը։ Երբ դուք ուսումնասիրում եք ֆիզիկա, դուք ուսումնասիրում եք այն օրենքները, որոնք ստեղծեցին ձեզ։ Երբ դուք զգում եք զարմանք, երբ դուք զգում եք հիացմունք, երբ դուք զգում եք սեր, դուք զգում եք տիեզերքի ինքնագիտակցությունը։ Սա ոչ թե պոեզիա է, սա ոչ թե մետաֆորա է, սա բառացի ճշմարտություն է։ Դուք տիեզերքի մաս եք, որը դարձել է բավականաչափ բարդ մտածելու տիեզերքի մասին։ Դուք տիեզերքի ինքնաբացահայտումն եք։ Եվ եթե դուք եզակի եք, եթե մարդկությունը միակ գիտակցությունն է տիեզերքում, ապա ձեր անհետացումը կլիներ ոչ թե պարզապես մեկ տեսակի կորուստ, այն կլիներ տիեզերքի ինքնագիտակցության կորուստ։ Պատկերացրեք մարդ, որը կորցնում է իր հիշողությունը։ Նա դեռ գոյություն ունի ֆիզիկապես, բայց նա կորցրել է իր անցյալը, իր ինքնությունը, իր հասկացողությունը, թե ով է ինքը։ Նա դարձել է պարապուրտ։ Նույն կերպ, եթե մարդկությունը անհետանա, տիեզերքը կշարունակի գոյություն ունենալ, բայց նա կկորցնի իր միակ հայտնի միջոցը ինքնագիտակցության համար։ Տիեզերքը կդառնա կրկին անգիտակից, անմիտ, պարզապես մասնիկների պարը մութության մեջ։ Սա չափազանց մեծ պատասխանատվություն է մեկ տեսակի համար, չափազանց մեծ բեծ բեռ է կրելու համար, բայց սա նաև չափազանց մեծ արտոնություն է։ Մենք ունենք հնարավորություն ոչ թե պարզապես գոյություն ունենալ, այլ իմաստ տալ գոյությանը։ Մենք ունենք հնարավորություն ոչ թե պարզապես ապրել, այլ հասկանալ, թե ինչ է նշանակում ապրել։ Մենք ունենք հնարավորություն ոչ թե պարզապես լինել տիեզերքի մաս, այլ լինել այն մասը, որը հասկանում է ամբողջը։ Եվ այս հասկացողությունը, այս գիտակցությունը, այս զարմանքը, սա մեր մեծագույն նվերն է և մեր մեծագույն պարտականությունը։ Մենք պարտավոր ենք պահպանել այն, մենք պարտավոր ենք պաշտպանել այն, մենք պարտավոր ենք փոխանցել այն հաջորդ սերունդներին։ Եվ եթե հնարավոր է, մենք պարտավոր ենք տարածել այն դեպի աստղերը։ Բայց ինչպես։ Ինչպես մենք կարող ենք կատարել այս անհնար թվացող առաքելությունը։
Պատասխանը միաժամանակ պարզ և բարդ է։ Մենք սկսում ենք այստեղից։ Մենք սկսում ենք հիմա։ Մենք սկսում ենք մեր ընտրություններով։ Յուրաքանչյուր որոշում, որը մենք կայացնում ենք, ազդում է ապագայի վրա։ Յուրաքանչյուր գործողություն ստեղծում է ալիք, որը տարածվում է ժամանակի և տարածության միջով։ Երբ մենք ընտրում ենք պաշտպանել մթնոլորտը, մենք պաշտպանում ենք հաջորդ 1000 սերունդները։ Երբ մենք ընտրում ենք պահպանել տեսակ, մենք պահպանում ենք միլիոնավոր տարիների էվոլյուցիայի արդյունքը։ Երբ մենք ընտրում ենք ներդնել կրթության մեջ, մենք ներդնում ենք մարդկության ապագայի մեջ։ Սա ոչ թե վերացական է, սա շատ կոնկրետ է։ Յուրաքանչյուր տոննա ածխածնիի երկօքիս, որը մենք չենք արտանետում, նշանակում է ավելի կայուն կլիմա։ Յուրաքանչյուր տեսակ, որը մենք պահպանում ենք, նշանակում է ավելի ճկուն էկոհամակարգ։ Յուրաքանչյուր երեխա, որին մենք ուսուցանում ենք գիտություն, նշանակում է ավելի մեծ հնարավորություն, որ մարդկությունը կլուծի իր խնդիրները։ Եվ այս ընտրությունները կուտակվում են։ Մեկ մարդու ընտրությունը ունը կարող է թվալ անկարևոր, բայց 8 միլիարդ մարդու ընտրությունները ստեղծում են քաղաքակրթություն, և քաղաքակրթությունը ստեղծում է ապագա։ Մենք կոլեկտիվորեն ունենք ուժ փոխելու մեր ճակատագիրը։ Մենք ունենք ուժ ապահովելու, որ այս անհավանական հրաշքը, կյանքը, գիտակցությունը, մարդկությունը շարունակվի։ Բայց սա պահանջում է ավելին, քան անհատական ընտրություններ։ Սա պահանջում է կոլեկտիվ գործողություն։ Սա պահանջում է, որ մենք, որպես տեսակ, միավորվենք ընդհանուր նպատակի շուրջ։ Ոչ թե ազգային նպատակի, ոչ թե կրոնական նպատակի, ոչ թե գաղափարական նպատակի, այլ մարդկային նպատակի։ Նպատակ վերապրելու, ծաղկելու, տարածվելու։ Եվ այս նպատակը ոչ թե անհասանելի է։ Մենք ունենք տեխնոլոգիան, մենք ունենք գիտությունը, մենք ունենք ռեսուրսները։ Մեզ պակասում է միայն կամքը։ Կամք փոխելու մեր առաջնահերթությունները, կամք դադարեցնելու կռվել միմյանց հետ և սկսել համագործակցել։ Կամք մտածել երկարաժամկետ, ոչ թե կարճաժամկետ։ Կամք գործել որպես տեսակ, ոչ թե որպես ցեղեր, ազգեր կամ գաղափարախոսություններ։ Եվ այս կամքը, այս որոշումը, այս ընտրությունը, սա մեր սերնդի մարտահրավերն է։ Մենք ապրում ենք պատմության ամենակարևոր պահին, պահ, երբ մարդկությունը որոշում է իր ճակատագիրը։ Մենք կվերապրենք և կդառնանք միջաստղային քաղաքակրթություն կամ կանհետանանք և կմոռացվենք։ Չկա երրորդ տարբերակ, չկա միջին ճանապարհ։ Մենք գտնվում ենք կրիտիկական կետում, որտեղ յուրաքանչյուր ընտրություն կարևոր է։ Բայց ես հավատում եմ մեզ, ես հավատում եմ մարդկությանը։ Ես հավատում եմ, որ մենք այս անհավանական տեսակը, այս անհավանական մոլորակի վրա կգտնենք ճանապարհ, որովհետև մենք միշտ գտել ենք ճանապարհ։ Մենք վերապրել ենք սառցադարաշրջաններ, երբ մեր նախնիները քիչ էին և խոցելի։ Մենք վերապրել ենք համաճարակներ, որոնք սպանել են մեր բնակչության մեծ մասը։ Մենք վերապրել ենք պատերազմներ, որոնք սպառնացել են ոչնչացնել մեր քաղաքակրթությունը։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք բախվել ենք գոյատևման սպառնալիքին, մենք գտել ենք ճանապարհ։ Ոչ թե որովհետև մենք կատարյալ ենք, այլ որովհետև մենք հարմարվող ենք։ Ոչ թե որովհետև մենք անխոցելի ենք, այլ որովհետև մենք ճկուն ենք։ Ոչ թե որովհետև մենք ամենազորեղ տեսակն ենք, այլ որովհետև մենք ամենաիմաստուն տեսակն ենք։ Եվ այս իմաստությունը, այս ունակությունը սովորելու, հարմարվելու, նորարարելու, սա մեր մեծագույն ուժն է։ Մենք կարող ենք փոխել մեր վարքագիծը ավելի արագ, քան ցանկացած այլ տեսակ։ Մենք կարող ենք փոխանցել գիտելիքը սերնդից սերունդ լեզվի և գրվածքի միջոցով։ Մենք կարող ենք կառուցել գործիքներ, որոնք ընդլայնում են մեր ունակությունները։ Մենք կարող ենք համագործակցել անհամար անհատների միջև հասնելու ընդհանուր նպատակների։ Սա մեր գերազանցությունն է։ Ոչ թե ֆիզիկական ուժը, ոչ թե արագությունը, ոչ թե չափը, այլ մեր միտքը, մեր լեզուն, մեր մշակույթը, մեր համագործակցությունը։ Եվ եթե մենք օգտագործենք այս գերազանցությունները, եթե մենք միավորվենք որպես տեսակ, ապա չկա խնդիր, որը մենք չենք կարող լուծել։ Չկա մարտահրավեր, որը մենք չենք կարող հաղթահարել։ Չկա ապագա, որը մենք չենք կարող ստեղծել։ 10,000 պայմաններ համադրվեցին, որպեսզի մենք լինենք այստեղ։ 10,000 տիեզերական հրաշքներ, որոնցից յուրաքանչյուրը անհրաժեշտ էր։ Եվ հիմա, երբ մենք այստեղ ենք, երբ մենք գիտակցում ենք մեր անհավանական բախտը, մենք ունենք ընտրություն։ Մենք կարող ենք վատնել այս նվերը
կամ կարող ենք պատվել այն։ Մենք կարող ենք անտեսել մեր պատասխանատվությունը կամ կարող ենք ընդունել այն։ Մենք կարող ենք լինել վերջին սերունդը կամ կարող ենք լինել առաջին սերունդը, իսկապես տիեզերական քաղաքակրթության։ Ընտրությունը մերն է, ապագան մեր ձեռքում է։ Եվ պատասխանը այն հարցին, արդյոք մենք միակներն ենք տիեզերքում, կախված է նրանից, թե ինչ մենք ընտրում ենք հիմա։ Եթե մենք ընտրենք կյանքը, եթե մենք ընտրենք իմաստությունը, եթե մենք ընտրենք համագործակցությունը, ապա մենք կկարողանանք պատասխանել այդ հարցին։ Մենք կարող ենք դառնալ այն քաղաքակրթությունը, որը տարածվում է աստղերի միջև, որը փնտրում է այլ կյանք, որը վերջապես պատասխանում է Ֆերմիի հարցին, որտեղ են բոլորը։ Եվ կարող է մենք կգտնենք, որ պատասխանը մենք այստեղ ենք։ Մենք միշտ եղել ենք այստեղ, սպասելով, որ դուք հասունանաք բավականաչափ միանալու մեզ։ Կամ կարող է մենք կգտնենք, որ պատասխանը դուք առաջինն եք, դուք պիոներներն եք, դուք այն քաղաքակրթությունն եք, որը կսերմանի կյանքը ամբողջ գալակտիկայում։ Երկու դեպքում էլ մեր ճանապարհորդությունը նոր է սկսվում։ 3 ստորակետ, 8 միլիարդ տարի էվոլյուցիայի բերեց մեզ այս կետին, բայց սա ոչ թե վերջն է, սա սկիզբն է։ Սկիզբը նոր գլխի մարդկության պատմության մեջ։ Գլուխ, որտեղ մենք դադարում ենք լինել միայն երկրի երեխաները և դառնում ենք տիեզերքի քաղաքացիները։ Հազվագյուտ երկիր, հազվագյուտ կյանք, հազվագյուտ մարդկություն, բայց ոչ թե անօգուտ, ոչ թե անիմաստ, ոչ թե պատահական, այլ թանկարժեք, նշանակալից, նպատակային։ Մենք տիեզերքի նվերն ենք ինքն իրեն։ Եվ հիմա, երբ մենք գիտենք դա, մենք կարող ենք սկսել ապրել այդ ճշմարտությանը համապատասխան։ Բայց հիմա, երբ մենք հասել ենք այս կետին, երբ մենք հասկացել ենք մեր անհավանական բախտը և մեր անհավանական պատասխանատվությունը, եկեք դադարենք և հարցնենք ավելի խորը հարց։ Ոչ թե ինչու մենք այստեղ ենք, այլ ինչ է իրականում նշանակում լինել այստեղ։ Երբ ֆիզիկոսը ուսումնասիրում է մասնիկը, նա փոխում է այդ մասնիկը։ Դիտումը ազդում է դիտվածի վրա, սա քվանտային մեխանիկայի հիմնարար սկզբունքն է, բայց կա ավելի խորը ճշմարտություն այստեղ։ Երբ տիեզերքը ստեղծում է դիտորդ, մեզ, մարդկությանը, տիեզերքը փոխում է ինքն իրեն։ Տիեզերքը դադարում է լինել պարզապես ֆիզիկական իրականություն և դառնում է փորձառություն։ Պատկերացրեք տիեզերք առանց գիտակցության։ Գալակտիկաները պտտվում են, աստղերը ծնվում և մեռնում են, մոլորակները ձևավորվում են և քայքայվում են։ Բայց ո՞վ է տեսնում դա։ Ո՞վ է զգում դա։ Ո՞վ է հասկանում դա։ Ոչ ոք։ Տիեզերքը գոյություն ունի, բայց նա չի գիտի, որ գոյություն ունի։ Նա պարզապես է։ Հիմա ավելացրեք գիտակցություն, ավելացրեք մեկ էակ, որը կարող է նայել աստղերին և զարմանալ, մեկ էակ, որը կարող է չափել գալակտիկաների հեռավորությունները և զգալ ակնածանք, մեկ էակ, որը կարող է հասկանալ քվանտային մեխանիկան և զգալ հիացմունք։ Հանկարծ տիեզերքը ոչ թե պարզապես է, տիեզերքը գիտի, որ է։ Տիեզերքը դարձել է ինքնագիտակից։ Սա ոչ թե փոքր փոփոխություն է, սա հիմնարար վերափոխում է։ Փիլիսոփաները կոչում են սա դժվար խնդիր գիտակցության։ Ինչպես ֆիզիկական գործընթացները, նեյրոնները, որոնք կրակում են, մոլեկուլները, որոնք շարժվում են, ստեղծում են սուբյեկտիվ փորձառություն։ Ինչպես մասնիկների պարը դառնում է եսի զգացում։ Ինչպես օբյեկտիվ իրականությունը ծնում է սուբյեկտիվ գիտակցություն։ Մենք չգիտենք։ Սա մնում է գիտության ամենախորը խորհուրդներից մեկը, բայց մենք գիտենք, որ դա տեղի է ունեցել։ Մենք գիտենք, որ տիեզերքը, այս 13 ստորակետ 8 միլիարդ տարեկան տիեզերքը ստեղծեց կառուցվածքներ բավականաչափ բարդ փորձառության համար։ Ստեղծեց ուղեղներ, որոնք կարող են մտածել։ Ստեղծեց միտքեր, որոնք կարող են զգալ։ Ստեղծեց գիտակցություններ, որոնք կարող են հարցնել ինչու։ Եվ այս հարցը ինչու կարող է լինել ամենակարևոր բանը, որ երբևէ տեղի է ունեցել տիեզերքում։ Որովհետև երբ տիեզերքը հարցնում է ինչու, տիեզերքը փնտրում է իմաստ։ Եվ իմաստը գոյություն չունի օբյեկտիվ իրականության մեջ։ Իմաստը ստեղծվում է սուբյեկտիվ փորձառության մեջ։ Իմաստը ծագում է, երբ գիտակցությունը հանդիպում է իրականությանը և փորձում է հասկանալ այն։ Այսպիսով, երբ մենք հարցնում ենք ինչու մենք այստեղ ենք, մենք իրականում հարցնում ենք ինչ իմաստ ունի մեր գոյությունը։ Եվ պատասխանը կարող է լինել այս.
Մեր գոյությունը քյունը ստեղծում է իմաստ։ Մենք չենք գտնում իմաստ արտաքին աշխարհում։ Մենք ստեղծում ենք իմաստ մեր ներքին աշխարհում։ Եվ հետո մենք պրոյեկտում ենք այդ իմաստը արտաքին աշխարհի վրա։ Երբ դուք նայում եք մայրիկին, որը պահում է իր նորածին երեխային, դուք տեսնում եք սեր։ Բայց սերը գոյություն չունի որպես ֆիզիկական օբյեկտ։ Սերը փորձառություն է, որը ծագում է գիտակցության մեջ։ Երբ դուք նայում եք արևածագին եւ զգում եք գեղեցկություն, գեղեցկությունը գոյություն չունի լույսի ալիքներում։ Գեղեցկությունը ծագում է ձեր ընկալման մեջ։ Եվ դուք ուսումնասիրում եք տիեզերքը եւ զգում եք ակնածանք, ակնածանքը գոյություն չունի գալակտիկաներում։ Ակնածանքը ծագում է ձեր հասկացողության մեջ։ Սա ոչ թե նշանակում է, որ այս բաները իրական չեն։ Հակառակը, սա նշանակում է, որ այս բաները ամենաիրականն են։ Որովհետև սուբյեկտիվ փորձառությունը, սերը, գեղեցկությունը, ակնածանքը, հիացմունքը, ցավը, ուրախությունը, սա այն է, ինչ դարձնում է կյանքը արժեքավոր։ Ոչ թե ատոմները, ոչ թե մոլեկուլները, ոչ թե էներգիան, այլ փորձառությունը։ Եվ եթե մենք միակ գիտակցությունն ենք տիեզերքում, ապա մենք միակ աղբյուրն ենք այս փորձառության։ Մենք միակ էակներն ենք, որոնք կարող են զգալ սեր։ Միակ էակներն ենք, որոնք կարող են տեսնել գեղեցկություն։ Միակ էակներն ենք, որոնք կարող են փորձառել ակնածանք։ Եթե մենք անհետանանք, այս բոլոր բաները անհետանում են մեզ հետ։ Տիեզերքը շարունակում է գոյություն ունենալ, բայց նա կորցնում է իր ունակությունը փորձառելու ինքն իրեն։ Բայց ահա խորհուրդը։ Մենք չգիտենք, թե արդյոք մենք միակներն ենք։ Մենք չգիտենք, թե արդյոք գիտակցությունը հազվագյուտ է, թե տարածված։ Մենք չգիտենք, թե արդյոք տիեզերքը լի է փորձառությամբ, թե մենք միակ կղզին ենք գիտակցության անվերջ ծովում անգիտակցության։ Եվ կարող է սա լավագույն բանն է։ Կարող է այս անորոշությունը, այս չգիտությունը պահպանում է մեզ խոնարհ։ Եթե մենք իմանայինք, որ մենք միակներն ենք, մենք կարող էինք դառնալ ամբարտավան։ Եթե մենք իմանայինք, որ մենք միակներն չենք, մենք կարող էինք դառնալ անտարբեր։ Բայց չգիտելը պահպանում է մեզ հարցնող, փնտրող, զարմացած։ Եվ կարող է հարցերը ավելի կարևոր են, քան պատասխանները։ Կարող է փնտրումը ավելի կարևոր է, քան գտնելը։ Կարող է ճանապարհորդությունը ավելի կարևոր է, քան նպատակակետը։ Որովհետև հարցնելու, փնտրելու, ճանապարհորդելու ակտը սա այն է, ինչ դարձնում է մեզ մարդ։ Մտածեք դրա մասին։ Յուրաքանչյուր մեծ հայտնագործություն սկսվել է հարցով։ Յուրաքանչյուր գիտական հեղափոխություն սկսվել է կասկածով։ Յուրաքանչյուր փիլիսոփայական պատկերացում սկսվել է զարմանքով։ Հարցը բացում է դուռը, պատասխանը փակում է այն։ Բայց յուրաքանչյուր պատասխան ծնում է նոր հարցեր, եւ ցիկլը շարունակվում է։ Այսպիսով, երբ մենք հարցնում ենք, արդյոք մենք միակներն ենք տիեզերքում, մենք չպետք է սպասենք վերջնական պատասխանի։ Մենք պետք է ընդունենք հարցը որպես հրավեր։ Հրավեր փնտրելու, ուսումնասիրելու, հասկանալու։ Հրավեր կառուցելու հեռադիտակներ եւ լսելու ռադիոազդանշաններ։ Հրավեր ուղուղարկելու տիեզերանավեր եւ փնտրելու կյանքի նշաններ։ Հրավեր դառնալու այն քաղաքակրթությունը, որը արժանի է գտնվելու, եթե ուրիշներ փնտրում են մեզ։ Եվ մինչ մենք փնտրում ենք, մենք պետք է պահպանենք այն, ինչ մենք ունենք։ Այս մոլորակը, որը 10,000 պայմաններից միայն մեկը թույլ տվեց մեզ գոյություն ունենալ։ Այս կենսաբազմազանությունը, որը 3 ստորակետ 8 միլիարդ տարի էվոլյուցիա անեց։ Այս մշակույթը, որը մենք ստեղծել ենք հազարավոր տարիների ընթացքում։ Այս գիտությունը, որը մենք կուտակել ենք դարերի ընթացքում։ Այս արվեստը, որը մենք ստեղծել ենք արտահայտելու մեր ամենախորը փորձառությունները։ Որովհետև եթե մենք իսկապես միակներն ենք, ապա այս բոլորը անփոխարինելի են։ Յուրաքանչյուր տեսակ, որը մենք կորցնում ենք, եզակի է տիեզերքում։ Յուրաքանչյուր լեզու, որը մեռնում է, պարունակում է եզակի ճանաչողություն։ Յուրաքանչյուր մշակույթ, որը անհետանում է, ներկայացնում է եզակի ճանապարհ լինելու մարդ։ Յուրաքանչյուր գիտական հայտնագործություն, որը մենք չենք կատարում, մնում է անհայտ տիեզերքին։ Յուրաքանչյուր արվեստի գործ, որը մենք չենք ստեղծում, մնում է անարտահայտված։ Բայց եթե մենք միակներն չենք, եթե տիեզերքը լի է կյանքով եւ գիտակցությամբ, ապա մեր պատասխանատվությունը ոչ պակաս կարևոր է, որովհետև ապա մենք մաս ենք ավելի մեծ համայնքի։ Համայնք, որը տարածվում է աստղերի միջև։ Համայնք, որը կիսում է տիեզերքի փորձառությունը։ Համայնք, որը միմիասին փնտրում է հասկանալ այս անհսկելի, գեղեցիկ, խորհրդավոր տիեզերքը, որտեղ մենք գտնվում ենք։ Երկու դեպքում էլ, լինենք մենք միակները,
թե ոչ, մեր առաքելությունը նույնն է։ Պահպանել կյանքը, պաշտպանել գիտակցությունը, տարածել հասկացողությունը, ստեղծել գեղեցկություն, փնտրել ճշմարտություն, սիրել խորը, ապրել լիովին։ Եվ հիմա վերջում, եկեք վերադառնանք այնտեղ, որտեղից սկսեցինք։ Հիշում եք։ Այս պահին, երբ դուք լսում եք այս խոսքերը, ձեր մարմինը կատարում է մոտ 37 տրիլիոն գործողություն վայրկյանում, բայց հիմա դուք գիտեք ավելին։ Դուք գիտեք, որ յուրաքանչյուր այդ գործողություններից, յուրաքանչյուր սրտի բաբախյունից, յուրաքանչյուր շնչառությունից, յուրաքանչյուր նեյրոնային ազդակից հնարավոր է միայն, որովհետև 10,000 տիեզերական պայմաններ համադրվեցին հենց ճիշտ կերպով։ Դուք գիտեք, որ ածխածինը ձեր դնթում ձևավորվել է աստղի ներսում, որը պայթեց 5 միլիարդ տարի առաջ։ Դուք գիտեք, որ թթվածինը, որը դուք շնչում եք, արտադրվել է միլիարդավոր տարիների ֆոտոսինթեզի արդյունքում։ Դուք գիտեք, որ յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում ճանապարհորդել է տիեզերքի միջով, եղել է մաս անհամար այլ կառուցվածքների, աստղերից մինչև մոլորակներ, ապարներից մինչև միջև օրգանիզմներ։ Դուք գիտեք, որ դուք ոչ թե պարզապես երկրի վրա եք, դուք երկրի մի մաս եք։ Դուք ոչ թե պարզապես տիեզերքում եք, դուք տիեզերքի մաս եք։ Ավելին, դուք այն մասն եք, որը գիտակցում է, որ մաս է։ Դուք տիեզերքի ինքնագիտակցությունն եք։ Եվ այս գիտակցությունը, այս հասկացողությունը, այս զարմանքը, սա ամենաթանկարժեք բանն է, որ մենք ունենք։ Ավելի թանկարժեք, քան ցանկացած նյութական հարստություն։ Ավելի թանկարժեք, քան ցանկացած տեխնոլոգիական նվաճում։ Ավելի թանկարժեք, քան ցանկացած քաղաքական իշխանություն։ Որովհետև սա այն է, ինչ դարձնում է մեզ մարդ։ Սա այն է, ինչ դարձնում է մեր կյանքը իմաստալից։ 10,000 պայմաններ համադրվեցին, որպեսզի այս պահը հնարավոր լինի։ Այս պահը, երբ դուք կանգնած եք այս մոլորակի վրա, շնչում եք այս օդը, մտածում եք այս մտքերը, այս պահը, որը երբեք չի կրկնվի հենց այս կերպով։ Այս պահը, որը եզակի է տիեզերքի ամբողջ պատմության մեջ։ Եվ ինչ կանեք դուք այս պահի հետ։ Ինչպես կապրեք այս անհավանական, թանկարժեք, անփոխարինելի կյանքը, որը ձեզ տրվել է։ Կվատնեք այն անիմաստ հետապնդումների վրա։ Կծախսեք այն անվերջ վեճերի և կոնֆլիկտների վրա։ Կանտեսեք այն հրաշքը, որը շրջապատում է ձեզ յուրաքանչյուր պահ։ Թե կընտրեք այլ ճանապարհ, կընտրեք ապրել գիտակցությամբ, երախտագիտությամբ, զարմանքով, կընտրեք տեսնել գեղեցկությունը փոքր բաներում, ծաղկի բացվելը, երեխայի ծիծաղը, արևածագի գույները, կընտրեք փնտրել հասկացողություն, ստեղծել գեղեցկություն, տարածել սեր, կընտրեք լինել այն, ինչ դուք կարող եք լինել, տիեզերքի գիտակցությունը, որը արթուն է, որը զարմացած է, որը երախտապարտ է, որովհետև վերջապես սա միակ հարցն է, որը իսկապես կարևոր է։ Ոչ թե արդյոք մենք միակներն ենք, այլ ինչպես կապրենք մենք։ Ոչ թե ինչու մենք այստեղ ենք, այլ ինչ կանենք մենք, մինչ այստեղ ենք։ Ոչ թե ինչ է մեր նպատակը, այլ ինչ նպատակ կստեղծենք մենք։ 10,000 պայմաններ համադրվեցին, 10,000 տիեզերական հրաշքներ, և արդյունքը դուք։ Այս պահը, այս գիտակցությունը, այս հնարավորությունը։ Ինչ կանեք դուք դրա հետ։ Կարող է պատասխանը գտնվում է ոչ թե աստղերում, այլ ձեր սրտում։ Կարող է իմաստը գտնվում է ոչ թե տիեզեմ է, ոչ թե տիեզերքի մեծության մեջ, այլ այս պահի փոքրության մեջ։ Կարող է հրաշքը գտնվում է ոչ թե անհավանական հավանականություններում, այլ պարզ փաստում, որ դուք այստեղ եք, հիմա, ապրում, շնչում, զգում, մտածում։ Հազվագյուտ երկիր, հազվագյուտ կյանք, հազվագյուտ դուք, բայց ոչ թե պատահական, ոչ թե անիմաստ, ոչ թե միայնակ։ Դուք տիեզերքի երգն եք, որը երգում է ինքն իրեն։ Դուք տիեզերքի պարեզերքի պարն եք, որը պարում է ինքն իրեն։ Դուք տիեզերքի սերն եք, որը սիրում է ինքն իրեն։ Եվ այդ երգը, այդ պարը, այդ սերը, սա ամենաիրական բանն է, որ երբևէ եղել է։ Այսպիսով, երբ դուք նայում եք գիշերային երկինք և տեսնում եք աստղերը, հիշեք, դուք նայում եք ձեր տուն։ Երբ դուք զգում եք քամին ձեր դեմքին, հիշեք, դուք զգում եք մթնոլորտը, որը պաշտպանում է ձեզ տիեզերական ճառագայթումից։ Երբ դուք շնչում եք, հիշեք, դուք շնչում եք օդ, որը ստեղծվել է միլիարդավոր տարիների կյանքի կողմից։ Եվ երբ դուք զարմանում եք, երբ դուք հարցնում եք, երբ դուք փնտրում եք հասկանալ, հիշեք,
որ դուք անում եք այն, ինչի համար դուք ստեղծվել եք։ Դուք տիեզերքի միջոցն եք, ճանաչելու ինքն իրեն։ Եվ այդ ճանաչողությունը, այդ զարմանքը, այդ փնտրումը, սա ամենաթանկարժեք նվերն է, որ տիեզերքը երբևէ տվել է ինքն իրեն։ 10,000 պայմաններ, 1 անհավանական արդյունք, 1 անկրկնելի պահ։ Դուք, հիմա, այստեղ։ Եվ սա բավական է։ Սա ավելին է, քան բավական։ Սա ամենին։